մենք կարիք ունենք քո տիպի մարդկանց։ Beauty Fabric-ը վաղուց արդեն DNT ունի։ Իրեն կամ համապատասխանում ես, կամ ոչ։ Հեսա կասեմ ինչի է ինքը այսօր ընդհանրապես իմ հյուրը ու ինքը կպատմի հայտնի անեկդոտը։ Օրինակ ես շատ եմ կռվում։ Ինչպես։ Անհամաձայն եմ շատ հարցերի հետ լինում եւ բարձրաձայնում եմ։ Ու իմ օրինակով ուզում եմ իրենք էլ բարձրաձայնեն։ Աշխեն, բայց քոնոք քեզ շատ կպածեն։ Իրենք ամենուր քեզ են փնտրում։ Եթե դու սրահում չես, իրենք մի տեսակ կիսատ են։ Դու ոնց որ մայր մեղուն լինես։ Այո, Beauty Fabric-ում աշխատելու համար պետքա քեզ շատ հարցերում զսպես։ Օրինակ, ասենք, չգիտեմ, Մարիամը ասում է, կասես ինձ ինչքան ես սիրում։ Իրենք վարակված են դրանից։ 20 տարի տարապում է մեր ձեռքը շատ վատա։ Շատ լավ է, ես գոհ եմ Նանայից։ Ողջույն, Նանա, Երևան։ Նանա ջան, հուսամ դու էլ ինձանից։ Այդ app-երից ընտրեցի ChatGPT-ին եւ հարց տվեցի, խնդրում եմ անալիզի ենթարկիր իմեջը եւ ինչ պատասխանի։ Ասեց շատ խառը աղջիկ ես։ Կենտրոնացի։ Հասկացել եմ։ Կենտրոնացի։ Ասացի լավ, սովորության համաձայնից է դու կարող ես արագանել, գլխարադանել, այսպես ասած, ես գնամ, ասեց չէ, ոնց դու իմ դեմքն ես այսօր այնտեղ։ Այ դու հիմա ասացիր մի հատ տեքստ, որը ես ուրախ եմ, որ առանց ինձ տեղի է ունենում։ Օրինակ այսօր ասել էր սա հանեմ, չեմ հանել, կարող եմ հանել, հանգիստ որ կեսնել քո ուզածով լինի, քո Այդ երևի ճաշակը։ ինձ էլ լավ կլիներ։ Դե իմ դեմքը միշտ չի որ հաջող տեսք ունի։ Այսինքն ուզում եմ նշել, որ այնպես չի որ միշտ հրաշալի աշխատանք ենք կատարում, անպայման լինում են վրիպումներ։ Չէ, Աշխեն, դու կարող ես այնպես կանգնել, այնպես քո գործը անել, որ նույնիսկ ինչ որ մեկը վախենա գա քեզ մի հարց տա։ Դե ես կարող եմ բացատրել այդ կարծիքներն որտեղից են սկսվում։ Ինձ համար նույնիսկ շատ պարզ է։ Մեյքափի միջոցով ես շանս ունեմ շատ շփվել մարդկանց հետ, շփվել մարդկանց հոգիների հետ։ Հայաստանից մի քանիսը եկել են Միացյալ Հա, Նահանգներ։ եկել են, այդտեղ էլ շատ գիտես, շատ դժվար этап ապրեցի ես այդ ընթացքում, երբ ստաֆի մի մասը եկավ Ամերիկա։ Հիմնականում հայացքն են հավանում։ Եթե քո հայացքի մեջ կա կյանք, ուրեմն իրանք ուզում են ուղղակի կյանքով աչքեր ունենան։ Ոնց անեմ ձեզ կյանք տամ, սիրելի տիկնայք։ Եվ տեսնում եմ ինչպես են իրենք ձեռ առնում ինձ ուրախ։ Ես հասկանում եմ, չգիտեմ, ինձ Օրինակ ինչ թեմայով կարող են ձեր առնել։ Օրինակ Թեյան կարող է շատ հետաքրքիր sense խորը բանաստեղծություն ասել եւ վերջացնելուց հետո ասել մամ, իսկ կուզես ասեմ ճիշտը քո մասին։ Եվ պատմել լրի վակարակ բաներ ու դարձրած զավեշտալի։ Դա գալիս է քո մանկությունից, երբ որ քեզ բոլորը ասել են դու սուս։ Չեն ասել դու սուս, ընդհակառակը ես շատ հեղինակավոր կարծիքս արտահայտում եմ այնքան, որ դուրը փակում էին երեսից։ Մենք ծրագիրը սկսեցինք իրար գովալով եւ կավարտենք իրար գովալով։ Ողջույն հարգելի ընկերներ, ես Մերի Մակարյանն եմ, իսկ դուք դիտում եք Menu AM-ի հերթական էպիզոդը։ Սա չի կարելի համարել հերթական, որովհետև այսօր իմ զրույցը ուզում եմ սկսել շնորհակալությամբ։ Ինչու ասացի զրույց, որովհետև իմ հյուրն արդեն այստեղ է, իսկ ինչու շնորհակալությամբ, որովհետև ամեն հաղորդումից առաջ ես այցելում եմ եւ սպասարկում եմ մի վայրում, որը կոչվում է Beauty Fabric, այս դեպքում USA, որովհետև մենք գտնվում ենք Միացյալ Նահանգներում։ Եվ այսօր ես մեծ սիրով զրուցելու եմ Beauty Fabric-ի հիմնադրի, նորաձևության եւ գեղեցկության աշխարհում իր ուրույն տեղն ու ձայնը ունեցող Աշխեն Կոստանդյանի հետ։ Ողջույն։ Ողջույն Մերի։ Սիրում եմ, գիտես, սկսել այսպես ֆորմալ, խիստ, բայց հետո սիրում եմ, երբ իմ հյուրերը ավելի թեթևանում են ու սկսում են ինձ հետ անմիջական զրույց ունենալ։ Ես էլ այդ ներկայացնելուց միշտ լարվում եմ։ Մի տեսակ զգում եմ, որ արդյոք ես արժանի եմ այդ տեքստերին։ Հետո փորձում եմ ընկեր լինել, որովհետև համենայն դեպս ամենամեծ արժանիքը ինձ թվում է այդ հարաբերություններում մաքսիմալ խաղաղ ու պարզ լինելն է։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել, որ բոլորի արժև լինի դա, նախ որ դու ինձ չմերժեցիր, երբ ես քեզ առաջարկեցի, իսկ ես քեզ առաջարկեցի, որ ես այսպիսի ֆորմատում եմ հանդես գալու, սպասարկվեմ ձեզ մոտ։ Ինչ է ձեզ համար, առհասարակ ձեր ոլորտի համար աշխատել հայտնի մարդկանց հետ։ Չեմ ստի, որ նայում եմ տվյալ հաղորդավարուհու, արտիստի անձնավորության ընդհանուր կերպարը ինչքանով է beauty ոլորտի վրա ազդեցիկ։ Անպայման նայում եմ։ Ուշադիր եմ լինում, որովհետև կան դեպքեր, որ մեյքափը երկրորդական պլանում է եւ չգիտեմ, իմաստը չկա։ Այդ հիմա, իսկ սկզբում որ սկսել ենք, իհարկե մոնիտորի
հետևում կանգնելու աշխատելը մեզ համար եղել է մեծ դպրոց։ Աշխատել ենք ու առ այսօր աշխատում ենք շատերի ու շատ պրոյեկտների մեջ։ Բայց հասկացել եմ, որ ամեն արտիստ չի կամ դիմացի կին չի, որ մեզ վրա ունենում է շատ լավ ազդեցություն։ Իսկ հնարավոր է օրինակ դուք ընթացքում հասկանաք, որ չկա օգնություն ոչ դուք իրենց համար, ոչ ինքը ձեզ համար, հա, երկկողմանի օգնությունը չկա, որովհետև մենք բոլորս էլ հասկանում ենք, որ մենք այս ամեն ինչը անում ենք իրար օգնելու համար։ Ու դուք դադարեցնեք ձեր համագործակցությունը։ Ունենք դադարեցրած համագործակցություններ, բայց ես քանի որ մի տեսակ այն մարդկանց եմ, ով ինչ սկսում է ավարտին հասցնել եմ սիրում, ցանկացած պրոյեկտ կամ աշխատանք սիրում եմ վերջը ես տեսնել, որովհետև այդ պրոյեկտների ամենադժվար հատվածը սկիզբն է։ Երբ որ դու մշակման ես ենթարկում ամեն հաղորդումից հաղորդում, այդ ընթացքում աճում է եւ հաղորդավարին այս դեպքում, եւ հաղորդավարուհին, եւ արտիստը բեմի վրա իրենց ճաշակն էլ է բարձրանում էկրանի համար, ինչ անել հաջորդ քայլին, եւ այդ զարգացման ճանապարհը ամենահետաքրքիրն է եւ վերջում գալ որևէ կետից ասել էլ չեմ ուզում աշխատել, որովհետև օգուտ չկա, օգուտը հենց սկզբից էր։ Ինձ թվում է պետք է ուղղակի ցանկացած էջ կարողանալ ավարտել ու թերթել։ Իսկ դու հեշտ ես մարդկանցից հրաժարվում։ Ոչ, այնքան դժվար։ Բոլորը տենց չեն կարծում իմ դեմքի արտահայտությունից, բայց ես շատ դժվար եմ բաժանվում բոլոր հարաբերություններից։ Բոլոր։ Լինի ընկեր, գործընկեր, բարեկամ։ Այսօր արդեն քո երկարամյա աշխատանքի ու տարիների փորձից հետո դու ղեկավարում ես 3 սրահ միանգամից, մեկը մեր Հայաստանի Հանրապետության քաղաք Աբովյանում, մյուսը մայրաքաղաք Երևանում, որտեղի դեպի ես եղա վերջերս այս ամառ ու երի սպասարկվեցի, հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել ու ողջունել այնտեղի անձնակազմին, իդեմս Նանայի, քո շատ սիրելի։ Այո, եւ իհարկե Լոս Անջելեսում ես ղեկավարում մի տեղ, որտեղ որ հավաքված են աղջիկներ, թիմ, որոնք քո դեմքն են ներկայացնում։ Վերջերս Սեդուլի մոտ մեյքափի էի ու առավոտյան հաղորդմանը երեկոյան առիթի էի։ Ասացի լավ, սովորության համաձայն Սեդուլ կարող ես արագ անել, գլխարად անել, այսպես ասած, ես գնամ, ասեց չէ, ոնց դու իմ դեմքն ես այսօր այնտեղ։ Հիմա քո աղջիկները քո դեմքի այսպես մանր պատկերացնում ես 3 սրա քո դեմքն են ներկայացնում։ Որքան կարևոր է, իսկ ես գիտեմ որ կարևոր է, գուցե անիմաստ թվա այդ հարցը, բայց ինչպես ես ընտրում քո դեմքի մասերը։ Դե իմ դեմքը միշտ չի որ հաջող տեսք ունի։ Այսինքն ուզում եմ նշել, որ այնպես չի որ միշտ հրաշալի աշխատանք ենք կատարում, անպայման լինում են վրիպումներ, ու տենց չի եղել որ մտածեմ որ չեն լինի, ընդհակառակը դրանց ուղղման մեջ է երևի, շտկելու մեջ է ամբողջ հետաքրքրությունը այս գործի։ Հասկում ես որ այս մասը տրաստուշովկայի կարիք ունի։ Անպայման, հենց հիմա ես նստած եմ ու վստահ չեմ ինչպիսին եմ լինելու կադրում, բայց մարդկանց ընտրելիս ամենաառաջին բանը, այ դու հիմա ասացիր մի հատ տեքստ, որը ես ուրախ եմ, որ առանց ինձ տեղի է ունենում, այսինքն դիմահարդարը կամ վարսահարդարը կամ որևէ մասնագետ մտածում է, որ իր դեմքն է դիմացին է եւ չի կարող ուղակի դիմացինի խնդրանքով թեթև կամ անորակ աշխատանք տանել, որովհետեւ ամենավորակով տրամադրության ժամանակ անգամ կարող ենք անորակ աշխատանք անել։ Ես չգիտեմ որտեղից է փչանում դիմահարդարումը, որ պահից է բաց թողնվում այդ թելը, բայց շատ հաճախ լինում են դեպքեր, որ վրիպում ենք, ու ես չեմ ուզում տպավորություն թողնել, որ մենք ամեն ինչ անթերի ենք անում, բայց պահել այնպես, որ մեզ ներեն դա, ցանկանան մեր միջոցով էլ հենց դա ուղղեն, այ այստեղ մարդն է կարևոր։ Ես ընտրում եմ մարդկանց իմ չափանիշները մի քիչ խիստ են, երևի թե այդտեղ ես մի քիչ առանձնահատկություններ ունեմ, ուրիշ ոչ մի տեղ։ Օրինակ, հենց երեք ինձ մեկը հարցրեց, դու այնտեղ ամեն օր գնում ես, ինչպիսին է մթնոլորտը, ինչպես են իրար հետ շփվում աշխատողները, դե կարող եմ USA-ի մասին ասել, դե մենք այստեղ ենք ապրում։ Ասացի նորմալ, ինչու, ասաց լսել ենք, որ մի տեսակ լավ չի, ասացի ինչի, շատ լավ է, ես անձամբ մտնում դուրս եմ գալիս ու տեսնում եմ, որ այնտեղ ամեն ինչ շատ հաշտ համերաշ, որքանով որ ես տեսնում եմ։ Տպավորություն է,
Նախ քո կերպարի մասին, ինքն որ դու շատ ինքնահավան, ինքնավստահ, որ քո մասին պիտի ասեն մի հատ իր ինքնավստահությունից ու հաշիվը խնդրում եմ, եթե չեն ճանաչում, բայց հերիք է որ քեզ ճանաչեն ավելի այսպես խորը, մոտիկից, եթե իհարկե դու ես ուզում ու թույլ ես տալիս, լրիվ կարծիքը շուռ է գալիս։ Դե ես կարող եմ բացատրել այդ կարծիքներն որտեղից են սկսվում, ինձ համար նույնիսկ շատ պարզ է։ Իհարկե իմ հարաբերությունները հստակ ու պարզ են մարդկանց հետ, ովքեր գաղափարակից են։ Beauty Fabric-ը վաղուց արդեն ԴՆԹ ունի։ Իրեն կամ համապատասխանում ես, կամ ոչ։ Եթե այդ ճանապարհին թեկուզ սկզբում թերահավատորեն ես մոտեցել սրահում աշխատանքդ սկսելիս, կարծել ես, որ կարող ես շրջանցել որոշակի օրենքներ, որոնք կարծես թե առանց հստակ գրելու գոյություն ունեն, միևնույն է ընթացքում, ճանապարհի ընթացքում որևէ կետում կգա բախման կբերի։ Բախման հարցերում, երբ որ արդեն գալիս է այդ կրիտիկական կետերը աշխատողների հետ, որտեղ պետք է խնդիրը լուծել, ես անպայման առանց վախենալու հանում եմ աշխատանքից տոքսիկ մարդկանց, ովքեր ուզում են վարակիչ դարձնել իրենց վատ հատկությունը բոլորի համար։ Բնականաբար այդ մարդը դրսում չի կարող ասել, որ մեր մոտ ամեն հարաբերություն շատ լավ է։ Ինձ թվում է նույնիսկ դա է շատ հետաքրքիր, որովհետև այո, Beauty Fabric-ում աշխատելու համար պետք է քեզ շատ հարցերում զսպես, շատ հարցերում լինես ավելի կոնսերվատիվ, շատ հարցերում լինես ավելի երկար մտածող։ Եվ բոլորին դա տրված չէ։ Իսկ ես մինչև չփորձեմ ինչ կիմանամ Մերի ջան, ով երկար կաշխատի։ Դե հա։ Եվ եթե նայում ենք Beauty Fabric-ը ունի 50 եւ ավելի աշխատող, երևի թե շրջանառվում են 10-15 հոգու անունները։ Ուրեմն իրենք ամենալավն են ներկայացնում Beauty Fabric-ը, չէ՞։ Մյուսներին երկրորդ օղակում կան մարդիկ, ովքեր այդ տրամպլին անցնելու ճանապարհին են, որ դառնան Beauty-ի անդամ։ Դա կարող է տևի 6 տարի։ Եվ կարող է ընդհանրապես չդառնան։ Եվ բնականաբար այն մարդը, ով մեր հետ օրը չի կիսում, իր համար մենք համերաշխ կոլեկտիվ չենք։ Ես իմ կյանքի մեծ մասն անցկացնում եմ սրահներում, իհարկե ոչ իմ ուզելով, ես չէի ուզի տենց լիներ իմ կյանքը, բայց այնտեղ որտեղ ես գտնվում եմ, պետք է առանց ֆիլտրների լինեմ, իսկ առանց ֆիլտրների լինելու համար պետք է լինի խաղաղություն։ Կարծում եմ, այս ամենալավ բնորոշումն է Beauty Fabric-ի ներքին հարաբերությունների, բնականաբար մենք ունենք կռիվներ, իհարկե ունենք։ Օրինակ ես շատ եմ կռվում։ Ինչպես։ Անհամաձայն եմ շատ հարցերի հետ լինում եւ բարձրաձայնում եմ։ Ու իմ օրինակով ուզում եմ իրենք էլ բարձրաձայնեն։ Աշխեն, բայց քոնոնք քեզ շատ կպած են։ Իրենք ամենուր քեզ են փնտրում։ Եթե դու սրահում ես, իրենք մի տեսակ կիսատ են։ Դու ոնց որ մայր մեղուն լինես ու այսպես ուր գնում ես, իրենք բզբզալով գալիս են հետևից։ Բայց իրանք հեշ չեն։ Ու այսօր մի քանիսը ինձ խնդրել են, որ ես հարցնեմ, օրինակ ասենք, չգիտեմ, Մարիամը ասում է, «Կասես, ինձ ինչքան ես սիրում»։ Իրենք վարակված են դրանից ու մի քանիսն էլ կան, որոնց այդ հարցը շատ է հետաքրքրում։ Դու իրենց ինչքան ես սիրում։ Չափազանց շատ եմ սիրում ու լուր եմ սիրում։ Քայլերով եմ սիրում, պահվածքով շատ եմ սիրում, բայց սիրելու մեջ հատուկ տարածք կա խիստ լինելու մասին։ Խիստ, այո։ Ես ինքս իմ նկատմամբ շատ խիստ մարդ եմ, եւ եթե ես չեմ շրջանցում որևէ ճիշտ վարք, ապա իրենք էլ չպետք է շրջանցեն։ Սիրել չի նշանակում երես տալ, սիրել չի նշանակում աչք փակել թերությունների առաջ, որտեղ եթե այտենց լիներ մենք չէինք լինի Beauty Fabric։ Ես իրենց շատ եմ սիրում, այնքան շատ, որ մեկ տանն եմ լինում, երեխաներ, իմ սեփական երեխաները սխալ են անում, մտածում եմ 10 տարի ասում եմ, բայց պարզվում է ես իրանց չեմ ասում եմ սրահի աղջիկներին, աշխատակիցներին ու ինձ համար այնքան նույն գծի վրա է, ինձ թվում է թե իմ սեփական երեխաներին նույն կերպ եմ ասել։ Բազմազավակ մայր, հա։ Պետք է մարդ լինի այնպիսի վարքով ու կենցաղով, որին ձգտեն շատերը։ Այսինքն օրինակ էլի պետք է լինես ինչ-որ առումով, չէ, որովհետև նոր սերունդը անդադ ուզում է գա քո ինչ-որ մեկի հետևից, պետք է ունենաս էտալոն։ Այդ էտալոն լինելու համար շատ մեծ ջանքեր է պետք է գործադրել։ Դա չի կարող ուղղակի տենց հեշտ լինել, բնականաբար դրա հետևում նաև լիքը տաբուներ կան։ Կարծած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։
menuem.com Քեզ ցանոթ համերը մեր ռեստորաններից։ Օրինակ ասեմ, որ եթե ես գալիս եմ դիմահարդարման ու դու այնտեղ ես լինում, ես պարտադիր քեզ հարցնում եմ, որ հագուստը ինչի հետ կրեմ կամ գլխազարդ կամ թերնոց, օրինակ այսօր ասել էր սա հանեմ, չեմ հանել, կարող եմ հանել, հանգիստ, որ կեսնել քո ուզածով լինի։ Այդ երևի ինձ էլ լավ կլիներ։ Այսօր նկատեցի եւ ոչ միայն այսօր, դու բոլորին փորձում ես օգնել։ Կարող է այսպես անցնի միջանցքով, տեսնի մեկը հաճախորդը նստած գործ է անում ու ասի, «Էս մի քիչ սևը թուլացրու, մազերի հետ գնա, այս տակերը անպայման կկտրես»։ Բոլորին դու փորձում ես ուղղություն տալ։ Եկավ մեր տաղավարը, փոխեց սեղանը հանել տվեց իր վերած ծաղիկները, որպեսզի համապատասխան հասակի երևա։ Ու ես մտածում եմ, որ դա ոչ թե վատ է, այլ հակառակը դա նորմալ է ու մենք կարիք ունենք քո տիպի մարդկանց։ Տես Մերի, եթե մենք այս տեքստը լսենք քո նորվա խոսքը, քո նոր խոսքը լսենք, կստացվի, որ ես դիտողություն եմ անում բոլորին, չէ՞։ Բայց այդպես չի, որովհետև իմ սիրտը ցավում է բոլորի համար։ Ես գիտեմ, որ երբեմն իմ խոսքը կարող է լինել անընդունելի կամ գուցե, չգիտեմ, անտեղի։ Չէ, բայց օրինակ ես միանշանակ վստահում եմ։ Բայց այն մարդիկ, ովքեր ինձ սիրում են ու ճանաչվելու հնարավորություն են ունեցել, ովքեր չէ, երբ որ մի տեսակ զգացմունքները հանում ենք, հնչում է այսպես, որ բոլորին ուղղություն ա տալիս, չէ, բոլորին ուղղություն չեմ տալիս, փորձս անդադ փոխանցում եմ։ Բայց դու էլ գիտես ում ես ասում։ Առանց մտածելու, լինի հաճախորդ, մասնագետ, ընկեր, չգիտեմ, ով որ այդ րոպեին նայում է իմ աչքերի մեջ, ես առանց վարանելու ինչ որ այդ րոպեին այդ կադրում ինձ համար անդադ կյանքը ոնց որ կադր լինի։ Կադրում ինչը խանգարում է, ոնց որ անդադ մաքրեմ, անդադ կոկիկացնեմ։ Կյանքը ուզում ավելի գեղեցիկ տեսնել, երևի այդ ցանկությունից։ Եվ դա ընդունում են մարդիկ, ովքեր իրոք ինձ սիրում են, ովքեր ոչ, բնականաբար իրենց համար կան այլ օրենքներ ապրելու։ Բայց եթե ես քեզ շատ եմ սիրում, բայց ինձ դուր է գալիս այս թևնոցը։ Դե դրա համար դու եկել ես դրանով։ Որովհետեւ Չէ, ես իսկապես մոռացել էի հանել։ Նայ, գիտես ինչի, որովհետեւ տեսել ես, որ օդանավակայանում ճամպրուկը տեղադրելու sense մի հատ սարկական մտնում է ճամպրուկը դրա մեջ կամ չէ։ Ինձ համար կարծես այդ կերպարը մտնում է այդ տարածքի մեջ կամ չէ։ Ինչը չի մտնում, ես հանում եմ։ Ու երբ որ հանում եմ, ապացուցված ձևա, որ ավելի նեյտրալ տեսքը ավելի երկար է ապրում։ Էքստրավագանտ լինելուց երբեմն զավեշտալի լինում ենք։ Դրա համար ոնց որ չեմ ուզում այն մարդիկ, ովքեր ինձ հարազատ են կամ չգիտեմ, մի վարքյանով իմ կարծիքը հաշվի առան, ես իրենց սուտ կարծիք ասեմ, թե իմ ինչ գործն է։ Եթե հարցնում են անպայման, ասում եմ ամենադաժան իրականությունը նույնպես։ Եվ ուզում եմ ինձ հետ էլ տենց վարվեն։ Ինձ երբեմն այնպիսի բաներ կարող են ասել կամ պատկերացնել, որ ես չեմ էլ սպասում, բայց մնում է դա գլխիս մեջ, անպայման ուշադիր լինում եմ։ Նույն կերպ ամենա չընդունող մարդը, եթե այդ րոպեին էլ չընդունի, ապա գիշերը քնելուց մի վարքյան կմտածի։ Վստահ եմ։ Դա ավելի է սիրունացնում աշխարհը։ Քո աշխարհը մեյքափով է։ Մեյքափը ինքնաարտահայտման միջոց է։ Մեյքափի միջոցով ես շանս ունեմ շատ շփվել մարդկանց հետ։ Շփվել մարդկանց հոգիների հետ, առանձնապես կանանց։ Իրենք շատ հուսով եմ միմիային կանանց։ Դե մեր մասնագիտությունը սեր չի ճանաչում։ Բայց կոմերցիան, որով ես հիմա զբաղված եմ, այդտեղ կանայք շատ հուզական են, շատ հետաքրքիր են, միշտ չի որ ասում են ինչ որ ուզում են։ Այդ կռահելու հատկությունը սկսում է ավելի զարգանալ, հասկանում ես ինչ որ ինքը երբեք չէր ուզի ասել, բարձրաձայն։ Ինքը հոգիների հետ խաղալու մասնագիտություն է, ու այդ ինձ շատ է դուր գալիս։ Քեզ մոտ է։ Եվ մոտ է եւ այդ 1 մետր հեռավորությունից խաբել հնարավոր չէ։ Քո հաճախորդների որքան տոկոսը, եթե վերցնենք Աբովյանը, Երևանը եւ Միացյալ Նահանգները, որքան տոկոսն է հաճախորդների դարձել քո ընկերը։ Ու այն որ լուրջ ընկեր։ Լուրջ ընկերներ շատ քիչ ունեմ, որ իմ կյանքի ընկերներն են։ Բայց ընկերների շրջապատ, որոնց կարող եմ բոլորին մի տեղում համախմբել, անթիվ են։ Օրինակ տարեդարձից սիրում ես համ այս շրջապատից հրավիրել, համ այս ու բոլորին միացնել։ Ես տենց փորձել ունեմ։ Շատ հաճախ մի տարածքում, մի տեղում հավաքում եմ մարդկանց, ովքեր ընդհանրապես իրար հետ կապ չունեն, բայց չէ որ ես պատկերացնում եմ, որ այս մարդու այս հատկությունները շատ գեղեցիկ կհամատեղվեն մյուսի հատկությունների հետ, եւ համենայնդեպս փորձ միշտ անում եմ։ Ութելու ասեղով
ասես կարում եմ այդ մարդկանց իրար եւ շատ հաճախ տեսնում եմ ապագայում առանց ինձ ընկերություններ, ինչից շատ լավ եմ զգում եւ ի վերջո աշխարհը մարդկանց շփման մասին է։ Ինձ թվում է հնարավոր է եւ ինձ սիրում եմ, որ տարբեր տեսանկյուններից տեսնում են միաժամանակ։ Չեմ սիրում պատմել ինչպիսին եմ ես այս մի շրջապատում, հետո եմ մյուս շրջապատում, չէ, ես հասել եմ մի կետի, որ բոլոր տեղերում միանման եմ արդեն։ Ազատվել եմ այդ ներկայանալու խնդրից։ Ինձ թվում է, տարիքի հետ եկավ այդ, շուտ չէր լինում անել։ Ուզում էի, բայց չէր ստացվում։ Անընդհատ պետք էր ինչ-որ մի կերպ լինել։ Իսկ հիմա այնպեսին եմ, ինչպեսին արդեն կամ։ Իսկ հաճախորդների դարձնել քո ընկերները դու ես ընտրում։ Ամենաառաջին բանը, որ անում եմ, իմ աշխատանքի ընթացքում մաքսիմալ փորձում եմ չընկերանալ, որովհետև դա խանգարում է դիմացինի ընտրությանը։ Երբ որ դու ընկերանում ես, մենք խոսել ենք այդ մասին։ Հա, երբ որ դու ընկերանում ես, ինչ որ պատնեշներ ես դնում իր որոշումների համար։ Օրինակ, եթե արդեն քեզ շատ է սիրում, գուցե որոշի քեզ մոտ ստիպված գալ դիմահարդարման, քեզ շատ է սիրում, բայց քո դիմահարդարումը չի սիրում։ Նայր, սովորաբար ոչ թե շատ է սիրում, էդ էլ կա, բայց ամոթ է, կտեսնի, որ գնացել եմ ուրիշի մոտ, բայց ես իր ընկերն եմ։ Իսկ ավելի ամոթ չի միշտ տխուր գնալ տեղ Ու դժգոհ։ Դժգոհ։ Եվ ավտոմատ մարդը այնպեսին է, որ որևէ կերպ կարտահայտվի ու կարտահայտվի այնտեղ, որտեղ ինձ ընդհանրապես հարմար չի։ Դրա համար ես սիրում եմ մաքսիմալ ուշ ընկերանալ, եթե հնարավոր չի այդ սահմանը պահել անընդհատ, ապա անցնում են իմ կյանքի մեջ եւ ինչպես դու ասացիր, նանայի օրինակով 20-30 տարվա ընկերներ ունեմ, ում հետ սուրճ խմելիս ընդհանրապես կարևոր չի, որտեղ ենք, ինչ ենք, ես կարող եմ գնալ օրինակ, եփած դու եւ սուրճ խմել իրար հետ։ Այսինքն պետք չի պատրաստվել, պետք չի առանց որևէ ինչ որ կարգավորվող բաների եմ շփվում։ Չունեմ սահմաններ այդ առումով։ Գուցե դա շատ վատ է, բայց ես չունեմ սահմաններ իմ մոտ ընկերների հետ։ Եվ այնպես է ստացվել, որ իմ մոտ ընկերները հիմնականում հենց հաճախորդների շրջանակից են եւ աշխատակիցների հետ տարիներով դառնում ենք շատ հարազատ։ Նաեւ ունեմ բարեկամներ իմ գործի ընթացքում ինձ հետ աշխատող։ Արդեն իրենք էլ են նույն կերպ շփվում։ Մի տեսակ իմ դեպքում տենց առանձնացնելու հնարավորություն չկա։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Ասացիր ձու ուտել, սուրճ խմել, հիմա գիտես, որ հարցն եմ տալու։ Նայելով քո ինտերվյուն, այնտեղ մի պահ տեսա, որ ասացիր, ես չեմ սիրում մենակ լինել, սիրում եմ մենակ միայնակ հաց ուտել։ Բայց անցյալ օրը ձեր խոհանոցում ինձ ասացիր մերի արի հաց ուտենք, էլի ես չեմ սիրում մենակ հաց ուտել։ Ինչու գրավեց ինձ այս նախադասությունը, որ դա հանգիստ կարող էր չգրավել, կենցաղային ինչ որ խոսակցություն, բայց մտածեցի ինչու է փոխվել քո կարծիքը, քո վարվելակերպը այդ հարցի շուրջ տարիներ հետո, եւ արդյոք շատ բաներ են քո մոտ տարիներ առաջ ուրիշ եղել ու հիմա ուրիշ։ Դե չի փոխվել, քեզ մի քիչ խափել է։ Ինչի՞։ Որովհետև ասեմ, քանի որ այս մեր հաղորդաշարը, հաղորդումը ուտելիքների եւ ռեստորանային բիզնեսների մասին է, մի քիչ կարելի է նաեւ խոսել երևի այդ ուտելու հետ կապված։ Մենք պիտի խոսենք բնականաբար։ Ուզում եմ Հեսա կասեմ ինչի է ինքը այսօր ընդհանրապես իմ հյուրը ու ինքը կպատմի հայտնի անեկդոտը։ Հա, ես ուզում եմ դու ինձ ոնց որոշեցիր, որ ես արժանի եմ այս տեղին։ Վայ։ Ոնց ինձ հարմարացրեցիր այս տաղավարում։ Դուք ինձ ասեք, ես կհարմարացնեմ։ Հիմա, երբ որ ես ունեմ երկու պրոգրամ ուտելու, մեկով ապրում եմ, որպեսզի չմեռնեմ։ Ուտում եմ այն ինչ պատահի, ինչը որ այդ րոպեին ուղակի չի խանգարի իմ մտքի եղածը իրագործել։ Օրինակ աշխատանքի մեջ եմ, եթե ես սովը զգացի, ապա տրամադրությունս կընկնի, ձեռքս կդողա եւ դրա համար ուտում եմ այն ինչ որ ծամելու ենթակա է։ Առյուծներին հատուկ է այո։ Այն ինչ որ ենթակա է։ Ուրիշ հարց, եթե ինձ հրավիրեն համտեսի, դառնում եմ բծախնդիր, դառնում եմ ոչինչ չհավանող, քիմքը սկսում է ինչ-որ համերը սրվել, եւ ես հասկանում եմ ամենալավ խոհարարի եւ ամենավատ խոհարարի տարբերությունը ինչպիսին է,
Իսկ այն ինչ որ քեզ հետ արեցի այն օրը խոհանոցում, ուրեմն ունեմ մի սովորություն, որ ուզում եմ մարդուն անպայման հրավիրել եւ մերժում չեմ սիրում։ Եթե մարդը նույնիսկ սոված չի, ես կամ պետքա վեր կենամ գնամ իր հետ ժամանակ անցկացնեմ, որովհետեւ ես այդպես եմ զգում ժամանակը։ Ես ուզում եմ քո հետ, եթե դու իմ սրահում այդ րոպեն իմ հարկի տակ ես, ես քեզ պետքա ուշադրություն դարձնեմ։ Այդ րոպեն համընկել է իմ ուտելու ժամի հետ։ Որպեսզի քեզ առանց երկար բարակ բացատրելու ասեմ, որ քեզ ստիպեմ ինձ հետ ընկերանալ այդ հացի շուրջ, ասում եմ, որ ես չեմ կարողանում ուտել, ավտոմատ դու ինձ չես ուզի նեղացնես, կգաս ինձ հետ ուտելու։ Բայց ուտելը ինձ համար, ասես օրինակ մեքենան բենզին վառելիք լցնելու նման մի բան լինի, ինքը շատ անկարևոր բան է, թե ինչ կուտեմ, ոնց կուտեմ, առօրյայում։ Բայց դու նաև շատ լավ պատրաստում ես, համեղ ուտելիքներ ես պատրաստում, դա ես չեմ ասում կամ դու, դա ասում են քո կոլեկտիվի անդամները, մարդիկ ովքեր համտեսել են, ես դեռ չեմ համտեսել, բայց հնարավորություններ շատ եմ ունեցել, նույնիսկ այսօր, բայց մերժել եմ, որովհետև եթերից առաջ չեմ սիրում այդ ուշտ վիճակը դուրս չի գալիս։ Իսկ այդ խոհարարական հմտությունները քեզ մոտ ինչպես է եկել, ինչպես մեյքափ անել է, այսինքն ձեռքի շնորհքով ես ձեռքի մեջ այդ աղի չափը, այդ համիջ զգացողությունը ինձ թվում է ինքնաբուխ մի բան է, էլի, բնատուր մի բան է։ Բայց ես սիրում եմ խոհանոց շատ, ընդհանրապես ինչ որ sense կիսաֆաբրիկատներով բերում ես, դարձնում ես գեղեցիկ ուտելիք, թե լինի դա նկար լինի, թե մեյքափ լինի, թե ինչ որ վերջում ձևափոխվում է, տրանսֆորմացիա է ենթարկում, ես շատ եմ սիրում։ Ուտելիքը պատրաստելը այնպիսի մի ժամանակ է, երբ որ դու մեծ սեր ես դնում դրա մեջ, եւ այն մարդկանց ում մատուցելու ես, ոնց որ ամենալավ կապի միջոցն է, ամենաջերմ ընդունելության ձևն է, դրա համար խոհանոց շատ եմ սիրում, բայց չեմ զբաղվում շատ, որովհետեւ ժամանակս թույլ չի տալիս պրոֆեսիոնալ զբաղվեմ, օրինակ խոհանոցս վարեմ իսկական տանտիրուհու պես, հա, ավելի շատ հիմա անում եմ արագ պատրաստում եմ շատ արագ բաներ, ինչը հնարավոր է 2-3 րոպեի ընթացքում վերածել համեղ ուտելիքի։ Բայց այն ավանդական ես տանը։ Այսինքն որ մի հատ breakfast արեցին, հետո մենք այդ ռեժիմը վաղուց չունենք, բոլորս տարբեր ժամերի ենք լինում տանը։ Ուղղակի կան պատրաստի բաներ, որոնք բոլորս կարողանում ենք վերածել այդ րոպեի ճաշի։ Բայց ունեմ օրեր, երբ որ վեր կացա պատրաստելու, ամբողջ օրը կարա տրամադրվի խոհանոցին։ Խոհանոց շատ եմ սիրում ու այդտեղ էլ է պետք շատ մեծ ճաշակ ունենալ։ Խոհանոցը ինձ թվում է ամենաբարդ տեղերից մեկն է։ Չգիտեմ, քիչ եմ պատրաստում, երևի որ դա թողել եմ կյանքի որևէ փուլի, երբ որ ես ավելի ազատ կլինեմ, ինձ թվում է ես գիտեք որ տատիկներից կդառնամ, այն որ ամեն ինչ պատրաստում է, սպասում է որ գան, իրեն տեսնեն։ Ես օրինակ այդ այցերը ինձ ով ինչքան է կարոտել, բաց մի տեսակ շատ սիրում եմ։ Ես իրականում ես եմ կարոտում, բայց ոնց որ ստուգեմ ով ինձ ինչքան է կարոտել։ Դրա համար ինձ թվում է իմ գլխին կհավաքեմ մեր բոլոր ընկերներին, բարեկամներին, բայց պետքա ինձ հետո դա հավաքել չտան։ Երբ որ ես այդ վայելում եմ, մոռանում եմ որ դի հավաքեմ, սկսում եմ հոգնել այդ րոպեից։ Դե ինձ թվում է մակրոհի կունենաս։ Դե եթե տենց ստատիկ լինեմ, ամեն աշխատանք ունի իր վարողը։ Աստված տա, որ ես ինքս կարողանամ ի վիճակի լինեմ դա անել մինչև վերջ, բայց դե որ տատիկ եմ։ Աշխեն, ինչ է նշանակում սպասարկել մարդկանց, կանանց, ովքեր հիմնականում քո աթոռից գնում են որևէ առիթ, որևէ ռեստորան։ Դու հարցնում ես նախապես ուր եք գնում, ինչ եք հագնելու։ Ուզում եմ անպայման նշել, որ ուտելու գնալիս պետք է շատ լավ մտածել շրթներքի ընտրության հարցում։ Ես շատ հաճախ զարմանում եմ օրինակ կարմիր շրթներկով ուտող կանանց կամ չգիտեմ գլոսներով։ Պետք է անընդհատ այնպես անել, որ դիսկոմֆորտի էտապ չունենաս։ Պետք է միշտ ապահովագրված լինել ցանկացած տգեղ իրավիճակից։ Իհարկե բոլորս կարող ենք հիմա բնական ընդունել ամեն ինչ, բայց կարելի է նախապես պատրաստվել եւ մաքսիմում ամեն ինչ արանքից սղել, փչացնող, խանգարող բոլոր հանգամանքները, թեկուզ մեյքափից ընտրության ժամանակ, որpիսի այնտեղ որտեղ դու լինելու ես լիարժեք կարողանաս ուրախանալ, չմտածես մեյքափս ինչպես կպահպանվի կամ մաքրեմ շրթներկս թե չմաքրեմ շրթներկս։ Այս հարցերին պատասխանելու համար անպայման իրենցից հետաքրքրվում եմ ինչպիսի լուսավորություն է լինելու, ինչպիսի տեղ են գնալու, ինչ են ակնկալում, ինչպիսի շփում են սիրում։ Իհարկե ձևափոխվում է դիմահարդարումը։ Իսկ այսօր շատ ավելի արդիական են առավոտյան նախաճաշերի գնալը, այդ morning look-ը շատ սիրուն բան է, շատ
տարբերվում են մեյքափները օրվա տարբեր ընթացքում տարբեր ռեստորաններ գնալիս։ Բայց արդեն դու զգում ես փոփոխությունը թվականների միջև, ասենք մի 5-6 տարի առաջ ուրիշ էր, հիմա ուրիշ է, թեկուզ նույն Կանայք ցերեկային շատ նրբաճաշակ են դարձել։ Ավելորդություններ չկա, աչք ծակելու, ասենց կանչող որևէ դիմահարդարումներ չեն անում։ Երևի դա նրանց է նաև, որ իրենք իրենցից արդեն ահագին մեծ կշիռ են ներկայացնում եւ ինքնավստահ են դարձել կանայք հիմա ավելի։ Դրա համար մեյքափը գնացել է երկրորդ պլան ու իմիջայլոց նորաձևության պատմության մեջ դիմահարդարումը փոխվում է կախված պատերազմական իրավիճակներից, դարաշրջանում ինչա կատարվում։ Օրինակ, եթե նկատեցիր Մերի ջան, հոնքերը հաստատում էին նախորդ տասնամյակում, ինչ որ ավելորդ տրենդ էր, բոլորը ակտիվացնում էին, ինչքան հաստ այնքան լավ, չէ՞։ Բայց միշտ հոնքերը հաստատում են այն կանայք, ովքեր շատ զբաղված են։ Ինչու՞։ Որտեղ ժամանակ չկա ամեն օր կատարել մաքրություն։ Հա, այսինքն եթե թողնում ես ինքնաբերաբար աճում է ու դառնում է հաստ հոնք։ Այո, իսկ այն կանայք, ովքեր բարակ հոնքեր են սիրում, իրենք ավելի խնամվելու երկար ժամ ունեն, ամեն կետի համար կարող են ժամանակ տրամադրել, մաքրել հոնքերի տակ, չգիտեմ, ամեն ինչ անել, գծել ժամերով։ Մի քիչ բարակ հոնքը, մի քիչ լաքժրի է։ Քոնը բարակ է։ Դե ես հաստ հոնք չեմ սիրում, չգիտեմ, սա իմ մաքսիմումն է, ես այդպես չեմ հանում։ Բայց հետո պիտի տեսնես, չէ, քեզ սազում է թե ոչ։ Դե դիմագծերին միշտ պետք է գիտես ինչպես։ Նայ, այստեղ մի քիչ շեղվում ենք երևի ռեստորանային թեմայից, բայց պետք է ես երևի իմ մասնագիտության մասին ավելի շատ խոսեմ, որովհետև օրինակ քո դիմահարդարումների ալբոմը թերթելիս այս հաղորդման շրջանակներում ասես մենյու լինի, ինչ կարող եք ընտրել։ Ինչպիսի լուք, ինչպիսի մեյքափ։ Այ դրա համար է աշխարհը այսօր այստեղ։ Կարող եք ընտրել։ Դրա համար կարծում եմ, որ ցանկացած տրենդ, որ նորաձև է դառնում, պետք է այնքան մնա, մինչև դառնա տենդենս։ Այսինքն, ինչ որ նոր բան գալիս է, բոլորը փորձում են, կեսը իրենց փորձից հասկանում են, որ դա ավելորդ է, ուղղակի արեցին մոդայիկ լինելու համար, բաց են թողնում, բայց այդ տրենդը որոշակի մասաների համար որոշիչ է լինում եւ փրկող։ Այ իրենց մոտ դա դառնում է այնքան երկար մնացող, որ կլասիկա է դառնում եւ մտնում է մեյքափի, օրինակ այս դեպքում մեյքափի մենյուի մեջ։ Եվ ուզում եմ նաև տարբերությունը Հայաստանի կանանց ու աղջիկների ու այստեղի ապրող, ոչ թե գնացող եկող, այլ ապրող։ Շատ հետաքրքիր, նախ ասեմ, դիմահարդարման վրա ուղիղ ազդեցություն ունի կլիման եւ նաեւ կապ ունեն վարվեցողության նորմերը, ամեն ինչ կապ ունի դիմահարդարման հետ։ Երբ որ ես նոր էի եկել ԱՄՆ, Հայաստանում արդեն կանայք բավականին քիչ էին դիմահարդարվում եւ աննկատ։ Ավելին ասեմ, որ մեզ վրա շատ ազդեցություն ուներ ավելի ռուսական կողմի դիմահարդարումները։ Երբ որ ես եկա ԱՄՆ, իմ արած դիմահարդարումները այնքան չնչին ու քիչ էին, իմ շատը այստեղ այնքան քիչ էր, որ ես ամեն օր ասես գնայի ջիմ, ձեռքի ջիմ, մեյքափի մեջ, որպեսզի շատացնեմ իմ դիմահարդարումները։ Այսօր փառք Աստծո, եկել է այն ժամանակը, որ համարել է տարբերություն չեմ զգում։ Այստեղ էլ կանայք շատ քիչ են սկսել դիմահարդարվել եւ տեղին։ Եվ իրականում ես չէի հասկանում ինչպես կարելի է արևոտ երկրում շատ դիմահարդարվել, չէի սպասում։ Բայց մի հատ այստեղ հարց ունեմ։ Նայր, անցյալ օրը ինձ բախտ վիճակվեց քեզ մոտ նստել դիմահարդարման, ու դու ինձ ասացիր, որ ես ինչքան դնում եմ այդ թարթիչը, այդ սևը ինչքան ավելացնում եմ, դա քեզ այնքան ուզում է, այսինքն քո աչքը շատ ներկվել է սիրում։ Ու եթե ես ապրում եմ Միացյալ Նահանգներում, որտեղ հիմա շպարվում են քիչ, Okay. Այնպես որ չերևա, բայց իմ աչքը ուզում է։ Հիմա դու պատասխանեցիր իմ նախորդ հարցին։ Ցանկացած տրենդ, որ գալիս է, երկար է մնում, մի հոգու համար դառնում է փրկողակ։ Եվ այդ մարդը այդ ամբողջ կյանքում դա պետք է օգտագործի։ Հիմա եթե անգամ աշխարհի բոլոր տրենդերը գան ու գնան, նույնիսկ անմեյքափը լինի կարևոր բան, մոդայիկ, միևնույն է քեզ սազում են գեղեցիկ ընդգծված աչքեր։ Քո աչքերի հատվածը չի մտնում որևէ տրենդի մեջ։ Ինքը արդեն քեզ համար կլասիկա է, որ քո դեմքին պետք է միշտ պսպղան քո աչքերը։ Ինչը օրինակ իմ դեպքում չես ասի։ Ես չեմ կարծում, որ ես պետք է աչքերով դիմահարդարված լինեմ, իմ դիմագծերը այդպեսին չեն, քոնը պահանջում են։ Հիմա իմ կարծիքով շատ ներկվելուց ես մեծանում եմ։ Ու այսպես ամենքին այդ ընդհանուր ինֆորմացիայից ընտրում է տրենդեր, պահում իր համար դարձնում կլասիկա։
Այստեղով էլ Ամերիկան ու Հայաստանը սկսում են չտարբերվել։ Եթե այստեղ գիտես հետաքրքիր բան կարող ենք խոսել, օրինակ ասում են, որ չկա հարսի դիմահարդարում, կա հարսի դիմահարդարում։ Ես կարծում եմ չկա հարսի դիմահարդարում։ Աղջիկը իր ամենօրյա տեսքի լավագույն տարբերակը պետք է լինի իր հարսանիքի օրը։ Ու ցանկալի է երկարակյաց։ Եւ եթե նա ամեն օր մեզ մատուցել է իրեն կարմիր շրթներկով կամ ընդգծված շրթներկով կամ ցայտուն աչքերով կամ հաստ հոնքերով, եթե հարսանեկան դիմահարդարման օրը մտնում է բոլոր կանոնների մեջ, որը ընդունված է հանրության կողմից, միշտ առաջին հարցը մտածում են, որ կամ հիվանդ է, կամ այդքան էլ լավ չէ, որտեղ ցանկացած աղջիկա ավելի վառ տարբերակն ենք մենք սպասում հարսանիքին եւ կլասիկ իհարկե տարբերակն ենք սպասում։ Կարծում եմ, որ աղջիկները պետք է այդ ընդհանուր բազմազանության մեջից ընտրեն իրենց գրավող էլեմենտները եւ հարմարեցնեն իրենց դիմագծերին։ Դրա համար նախ պետք է ճանաչեն իրենց։ Ամեն ինչում մենք զարգացել ենք, օրինակ մասնագիտության ընտրության մեջ բավականին կայուն աղջիկներ շատ ունենք, կայուն բիզնես woman կանայք, որ վարում են բազմաթիվ բարդ գործեր։ Կարծում եմ, որ դիմահարդարման մեջ էլ կգա մի օր, որ իրենք հստակ իրենց կգեղեցկացնեն, ոչ թե կնմանեցնեն օրինակ ընկերուհու դիմահարդարմանը, որը շահել է մեկ անգամ։ Օրինակ անցյալ օրը խանութում Միկին ինձնից տարիքով ասաց թերթում ենք ծրագիրը մենյուեյի ասաց ես կարող եմ մի հատ այս քո դիմահարդարումից 14-ին հարսանիք եմ կարող եմ գրանցվել շատ լավ է ախրանում ասեցի իհարկե կարող եք հիմա ես կարող եմ օգնել ձեզ այդ հարցում ու մենք այդ հարցը շտկեցինք այսինքն երբ որ մարդը որ սազում է շատ վստահ ինքը այդ էր հավանել շատ այդ շատությունը որը սազում է ինձ իմ աչքին միանգամից գրավում է իրեն գուցե իրեն չսազի դա այ այդ հաճախորդը երբ գալիս է ձեր մոտ ու ասում է ես ուզում եմ մերի աչքից այո նկարով գալիս է բա դուք ինչ եք անում այդ ժամանակ երբ որ ուզում եք ասեք տիկին ջան դա ձեզ համար չէ դե եթե սկսնակ դիմահարդար ես միշտ կատարում ես այն ինչ ուզում են եւ արդյոք ճիշտ է կատարել այն ինչ ուզում են երբեք բայց որպեսզի կարողանաս ընդդիմանալ պետք է լինես արդեն փորձառու եւ քո փորձը խոսի քո փոխարեն այդ դեպքում նույնիսկ նկար չեն բերի բայց եթե համարենք բերել է նկար կանայք տարբերվում են եւ բաժանվում են երկու խմբի կանայք ովքեր ավտոմատ ինտուիտիվ ընտրում են իրենց նման կանանց ու ինտերնետում հետևում են նմանատիպ կանանց եւ կանայք ովքեր ընդհանրապես նկարչական աչք չունեն դա նորմալ է եւ ուղղակի հավանել են մեկի արտաքինը որ կուզեին լինել Այստեղ մեր խնդիրն է հասկանալ ինքը այդ դիմահարդարման ինչն է հավանել, որտեղ երբ որ դու դիմահարդարին ասում ես այս նկարից եմ ուզում, եւ դա օրինակ պատկերացնենք հենց իմ արած դիմահարդարումն է, ավտոմատ ես գիտեմ ինչ նյութեր եմ օգտագործել եւ ինչ տեխնիկա։ Բայց եթե ես այդ նույն տեխնիկան կիրառեմ, լրիվ ուրիշ պատկեր կստանամ։ Ես պետք է հասկանամ, որ հիմնականում հայացքն են հավանում։ Եթե քո հայացքի մեջ կա կյանք, ուրեմն իրանք ուզում են ուղղակի կյանքով աչքեր ունենան։ Ոնց անեմ ձեզ կյանք տամ, սիրելի տիկնայք։ Եթե կա թախից, որ իրենց գրավում է կամ չգիտեմ ժպիտ, կամ օրինակ շուրթերի բացվածքի մեջ իրենք տեսնում են ասենց 32 գեղեցիկ ատամներ, որոնք շողում են, երբեմն դա էլ են ցանկանում, բայց հա գնում են ասում են իր ատամներից են օրինակ կարմիր շրթներկ են ուզում, չունենալով համապատասխան ատամնաշար, բայց դա էլ ենք նորմալ համարում, ուղղակի ոնց որ կռահենք, կոնկրետ ինչն է այս նկարի մեջ տիկնոջը գրավել։ Եվ հավատացեք, կարող ենք անել լրիվ ուրիշ տեխնիկական աշխատանք, լրիվ այլ Այնքան որ մի պահ ինքը հայելու մեջ կադրով նմանացնի ինքն իրեն օրինակ մերի նկարին ոչ ստուգումա մենք արել ենք այդ գիծը թե չենք արել ոչ ստուգումա թարթիչները ոչ ստուգումա մաշկը ոչինչ կարևորը ինքը իր մեջ տեսավ այդ կայծը ու մոռանում է ինչ էր մեզ ցույց տվել սա ես ասում եմ արդեն 20-ից ավել տարիներ փորձից հետո սկզբում Կոնկրետ ես կրկնում էի այն դիմահարդարումը, որը նկարի մեջ ես արել եմ ու երբևէ չէր հաջողվում լավ արդյունք ստանալ։ Անընդհատ ես դրանից նեղվում էի, անընդհատ չէի ուզում ինձ նկար ցույց տալ, բայց ես հասկացա, որ գոնե նկարով կարելի է ճիշտ հասկանալ ինքը ինչ է ուզում, ոչ թե կրկնել այդ նույն նկարը։ Ինքը եթե այդքան գիտելիք ուներ, ինքը հիմա արել էր, չէ, իր մասնագիտությունը չի։ Իմ մասնագիտության մեջ էլ կարևոր է ես մեսիջը հասկանամ, ոչ թե ինչ հնարքներ է օգտագործել դիմահարդարը։ Բարև բոլորին։ Մոտավորապես այս բարակապակցությամբ է սկսում ամեն անգամ բացելով քո ստորի բաժինը
եւ ողջունելով քեզ դիտողներին։ Դրանք անմիջական զրույցներ են, որոնք դու վարում ես քեզ հետևողների հետ։ Որքանով է այն քեզ համար կարևոր, ինչ ես ուզում ասել քո էջի միջոցով, որն ունի մեծ քանակով հետևորդ, եւ ընդհանուր ուզում եմ խոսենք այս դարաշրջանի բարիք գից չարիքի մասին։ Օրեր առաջ AI-ին հարցնում եմ կարող ես անալիզի ենթարկել իմ էջը, որովհետեւ այդպիսի ռիլեր աբերում, որ կարող եք անալիզի ենթարկել, ասացի մի հատ փորձեմ։ Այդ app-երից ընտրեցի ChatGPT-ին եւ հարց տվեցի, խնդրում եմ անալիզի ենթարկիր իմ էջը եւ ինչ պատասխանի։ Ասեցի շատ խառը աղջիկ ես։ Կենտրոնացի։ Հասկացել եմ։ Կենտրոնացի։ Եվ ես հասկացա, որ ես որևէ ճյուղի չեմ ուզում հրաժարվեմ։ Իմ խառնվածքն այդպեսին է։ Ուրեմն զբաղվում եմ դիմահարդարմամբ։ Ճիշտ է։ Պետք է ներկայացնեմ դիմահարդարումներ, որով մարդիկ ընտրեն ինձ, որովհետև դա ասես շուկայի մի մասը կազմի։ Բայց ես արտաքնապես ասած քեզ ինքնավստահ շատ տեսք ունեմ, եւ եթե չխոսեմ դժվար թե մարդիկ ներս անցնելու հնարավորություն ունենան ու ինձ ճանաչելու։ Մի րոպե, ասած ինձ չէ։ Շատ մարդիկ, ովքեր շատ ինձ ասում են, որոնք գիտեն, որ ես քեզ հետ անմիջական շփում ունեմ, մեր զրույցները միշտ այսպես լինում են սրահում, դրա համար էլ շատ ուզեցա տեղափոխել այս դաշտ, որպեսզի դուք էլ լսեք իր մտքերը, բայց այո, տպավորությունը այդպիսին է։ Դե եթե ես խոսում եմ, ես քեզ մի բառ եմ նվիրել, անհաղորդ դեմքով։ Անհաղորդ դեմքով եմ։ Հա, իմ սիրելի մեյքափ արտիստը։ Այդքան էլ անհաղորդ չեմ իմ կարծիքով այդ պահին լինում, բայց պաստորեն այդպես է դիտվում։ Եթե ես չխոսեմ, կարող ես այնպես կանգնել, այնպես քո գործը անել, որ նույնիսկ ինչ որ մեկը վախենա գա քեզ մի հարց տա։ Իրականում այդ դեմքը ինձ հաճախ, բացի այն որ գենետիկ եկած մի բան է, հաճախ պետք է ուղղակի աննկատ հետևելու համար ինչ է կատարվում սրահում եւ ընդհանրապես իմ շուրջը, դրա համար իմ էմոցիաները մաքսիմալ զսպված են։ Ես շատ հազվադեպ եմ շատ ամբողջ դեմքով խոսում։ Դա երևի նույնիսկ գործի պատճառով եմ արել եւ դա բերել է այդ կարծիքը։ Իսկ եթե նայենք ես ինչով եմ սիրում զբաղվել, ինչպես եմ սիրում ապրել, ես այդ ամբողջը ուզում եմ իմ էջի միջոցով տալ, խոսել նաև այն ոչ միայն լավ բաների մասին եւ կատարելության մասին, այլ այն որ լիքը թերություններ կա մեր կյանքում, որ կարելի է ցույց տալ եւ լինել առանց չգիտեմ, պատեր են դնում, չէ որ ինքը երկրորդ հնարավորությունն է, ինչպես ուզես քո կյանքը այնպես ցույց կտաս։ Արդեն քո ձեռքն է, ինչ մատուցես մարդկանց, չէ։ Ես այդտեղ չէի տեղավորվում, երբ որ Instagram-ը բացվեց 14 թվականն էր, կարծեմ, ես իմ տեղը չէի գտնում։ Ես ոչ կարող էի անել գեղեցիկ դիմահարդարման reel այն ժամանակ թեկուզ վիդեոներ, դեռ անունը այդպես չէր։ Որովհետև ինձ դիմահարդարել չեմ սիրում, չեմ կարծում, որ բազմաթիվ տեսակներ կարող եմ ներկայացնել, ավելի շատ ինձ մոտ կերպարային դիմահարդարումներ են ինձ ընդգծող, ոչ թե գեղեցիկ տեսակներ ներկայացնող, այսինքն այդ դաշտում ես չունեի հնարավորություններ։ Ես չունեի տեխնիկա տեղադրելու եւ այդքանը մենակով անելու հնարավորություն, որտեղ սարսափելի զբաղված էի եւ իմ գրաֆիկը ինձ դա թույլ չէր տալիս օրը տրամադրել նկարահանմանը, իսկ ես պերֆեկցիոնիստ մարդ լինելով չէի կարող վատ բան անել, չէի ուզում վատ անորակ բան մատուցել մարդկանց եւ այն ժամանակ ավելի խիստ էին մեզ դատում, քան հիմա, ինձ թվում է մի քիչ ավելի այտենց լղոզվել է այդ սահմանները։ Ես գտա մի տարբերակ ոչ մեծ սերնդից եմ, ոչ փոքրից եմ, արանքում եմ մնացել, այսինքն 50-ների մեջ չեմ, որ ասեմ ինձ ինտերնետը չի հետաքրում, կարող եմ միայն դիտել։ Եվ այնքան փոքր չեմ, որ ամեն սխալ բան ինձ թույլ տամ ինտերնետում։ Ես գտա տարբերակը ուղղակի բացել պատուհան, որտեղից ես ավելի իրական կերևա ու պատկերացրու դա ինձ մոտ հաջողեց։ Իսկ ինչ վերաբերվում է օրինակ մրցույթների մասին եմ ինֆորմացիաներ դնում եւ մարդկանց անընդհատ անում դեպի մրցույթներ, որտեղ ես շատ սիրում եմ արտիստի աշխատանքը հենց բարձր մակարդակի վրա կատարվող, իսկ սրահներում դժվար թե դու կարողանաս դա ցույց տալ, կարիքը նույնիսկ չկա։ Այսօր նաև տեսահոլովակներ են քիչ նկարահանվում, համեմատաբար ու ավելի པարզ բաներ են նկարում, կարելի է iPhone-ով ուղղակի նկարել, այսինքն տեղ չկա ռեալիզացվելու եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր արվեստի սիրահար պետք է գտնի այն տարածքը, որտեղ իրեն դատեն
կամ դատել բառը մի քիչ տգեղ է, քննեն, կարծիք հայտնեն պրոֆեսիոնալները։ Եվ մրցույթները դրա համար են օգտագործում, այսինքն մի քանի մասի են բաժանված։ Եվ հետո մտածում եմ, պատկերացնենք, ես այլևս գործող մեյքափ արտիստ չեմ։ Պատկերացնենք։ Եվ սրահները իրենց ունեն իրենց ուրիշ հերոսները, սրահները կան, բայց ունեն ուրիշ հերոսներ, չէ՞, արդեն բոլոր նոր մեյքափ արտիստները դառնում են ժամանակի հերոսները, ինչ եմ անելու ես։ Ինձ ընդհանրապես դուրս չի գալիս այդ գալ հսկել ով ոնց է աշխատում դերը։ Ասեմ ինչ անելու, այն որ շների հետ դուրս ես գալիս է ձեր միջանցքով։ Այսօր եմ նկարել։ Վայ այնքան լավն է եւ երաժշտությունը շատ ճիշտ ես դրել եւ այդ կերպարները որ ներկայանում ես շատ լավն է։ Գիտես, օրինակ մտածում եմ ես ոչ մեկի չեմ լսում, չէ՞։ Գիտես, Անուշիկին եմ լսել այդ կերպարը ստեղծելիս։ Արեցի մի անգամ ինքը հուշեց, որ կա տենց էջ, որտեղ նույն երաժշտության տակ մի բլոգեր անում նմանատիպ աշխատանք։ Քեզ շատ կսազի եւ ես պատրաստ եմ երեխային անգամ լսեմ, օգտագործեմ միտքը, եթե հնարավոր է։ Փաստացի, տես դու հիմա դրա մասին խոսում ես, ուրեմն Անուշիկի միտքը աշխատել է։ Բաց եմ ցանկացած ինֆորմացիայի համար։ Սենց խառն եմ ես լավը, չէ՞ մերի։ Ու մի հատ դաշտ ունեմ, որը ոչ մեկ չգիտի, դա էլ է նորմալ, որ ամեն ինչ չպետք է բոլորը իմանան։ Բայց չմնա մի բան, որ հետո ցենց կողքի նստած շփվելուց կտեսնեն կամ կշփվեն կզգան։ Եթե մի բան է, որ ոչ մեկ չգիտի, ինձ թվում է պետք է չի։ Չէ, տեսակներ ունեն, չէ, ինքնաարտահայտման միջոցներ կունենաս, որ Instagram-ով հնարավոր չի դա մատուցել։ Դե հա, այդ հա։ Օրինակ ես որևէ մեկը չի կարծում, թե ես ինչքան եմ խանդում իմ մեյքափ արտիստին ու տնորեն Աշխենին։ Ես անընդհատ վիճում եմ տնորեն Աշխենի հետ, անընդհատ, որովհետև ինքը ինձանից տանում է շատ ժամանակ եւ իմ մեյքափ արտիստ Աշխենը շատ սիրուն գործեր չի հասցնում անել։ Դրա համար երևի արդարացված է իմ սերը իմ մյուս մեյքափ արտիստների միջոցով ու իրենց ձեռքերով այնքան որ վեր հանել իրականություն դարձնելու այդ մեծ ցանկությունը, որը համարում եմ բարի կամք, բայց երևի թե ես հենց այն իմ չարած կերպարներն եմ այդտեղով հանում։ Աշխեն, բայց այնտեղ Հայաստանում տնորենը Նանան է, Աբովյանում ով է։ Նայեք, մենք չունենք տնորեն։ Եվ ես չունեմ տնորենի սենյակ։ Մենք չունենք։ Մենք մարդիկ ենք եւ ունենք կոորդինացնող։ Ես ինքս եմ կոորդինացնող, Նանան ինքը կոորդինացնող, մինչ այդ էլի ունեինք Էստեղ Ժենյանը ավելի պատասխանատու անում։ Միշտ հայտնվում է մի մարդ իմ կողքին, ով ինձ հավատում է եւ իմ ճանապարհը իր համար հետաքրքրության առարկա է եւ աջակից է լինում, ինձ օգնում է այս բեռը տանել եւ իրականում բեռ ասելով լավ բեռի մասնախոսքը ինքը անընդհատ փոքր երեխան որ ձեռքից ծանրանում է ու քաշը չես զգում նույն կերպ մեր բյութիներն ա եղել մենք երբեք չզգացինք ինքը երբ դարավ 3-ը ու ինչքան ինքը արդեն ծանր է այդ առօրյայի համար չի տեղավորվում այդքան չէ որ անելիքներ շատ ունեմ հա կարծեմ 4-րդն եք չէ ուզում ստեղծել դե դանդաղ ենք անում բայց անում ենք այո իհարկե 4-րդն ենք ուզում դե ես մի քիչ չեմ շտապում հենց դրա համար, որովհետև ինքը կտանի ինձ էլի իմ մեյքափի աթոռից։ Չէ, խնդրում եմ։ Դրա համար, քանի որ ես կարծում եմ, ես դեռ պետքա գեղեցիկ դիմահարդարումներ անեմ։ Հա։ Դե երբ կբացվի եւ երևի թե էլի մեկը կգտնվի, ով կցանկանա կոորդինացնել այդ սրահի աշխատանքը։ Օրինակ, ես գիտես ինչ եմ անում, ինձ թվում է իմ մոտ ամենալավը դա է ստացվում։ Հարաբերություններ ստեղծելիս միշտ օգտվում եմ դիմացինի լավագույն հատկությունից, որ ինքն անում է ինքնաբերաբար, ոչ համակարգված։ Ես գտնում եմ դա, ուսումնասիրում եմ, եթե դա իր կյանքին սեփական օգուտ չի տալիս, ես հրավիրում եմ իրան բյութի ֆաբրիկ, այդտեղ հաստատ օգուտ է տալիս։ Օրինակ Նանայի հարցը։ Ուներ ժամանակ, ուներ էնտուզիազմ, ուներ պատրաստակամություն, ուներ դիսցիպլինա, եւ իր մի երեխայի համար դա բավականին շատ էր։ Ես իրեն հրավիրեցի մեզ մոտ 20 տարի տառապում է մեր ձեռքը շատ վատա շատ լավ է ես գոհ եմ Նանայից ողջույն Նանա Երևան Նանա ջան հուսամ դու էլ ինձանից քո համար ո՞րն է լավ մայրը մայր ով երեխաները այդ մորը ծեր տեսնելիս կամ չգիտեմ իրենց կյանք ապրելիս ամեն վարքյան ականջի մոտ կհնչի մոր ճիշտ խոսքը եւ ինքը ճիշտ ընտրություն կանի Պետք չի անընդհատ խնամել, ես չեմ կարծում, որ մեծ հոգատարությունը կամ չգիտեմ անվերջ ժամանակ անցկացնելը տարբեր բաներ են, չէ՞ ասում մայր լինելու մասին տարբեր կարծիքներ կան։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երեխա իր մորը պիտի ընդունի այնպեսին, ինչպեսին նա կա, ինչպեսին ստացվել է իր կյանքը։ Որևէ ճիշտ մոր դեպքում չկա։ Երեխաներս ունեցել ենք տարբեր էտապներ։ Եղել է որ դեմ են եղել իմ շատ բացակայությանը, եղել են որ Բայց ինչ են արել, ոնց են, եկել են լաց են եղել, խնդրել են։ Ոչ մի բան, ուղղակի լռել են, ես դա չէի հասկանում, ուղղակի
մեր շփումները բառային sense զրույցների առումով բավականին քչանում էր ժամանակ առ ժամանակ, ամեն երեխայի ժամանակ որևէ կերպ էր դա արտահայտվում։ Հիմա երբ որ նայում եմ իրենց եւ տեսնում եմ ինչպես են իրենք ձեռ առնում ինձ ուրախ, ես հասկանում եմ, չգիտեմ, օրինակ ինչ թեմայով կարող են ձեռ առնել։ Օրինակ Թեան կարող է շատ հետաքրքիր sense խորը բանաստեղծություն ասել եւ վերջացնելուց հետո ասել մամ, իսկ կուզես ասեմ ճիշտը քո մասին։ Եվ պատմել լրի վակարակ բաներ ու դարձրած զավեշտալի։ Բայց ինձ թվում է դա քեզ դուր է գալիս իր տեսակը առհասարակ, բնական է քո երեխան է, բայց իր որոշակի դրսևորումներ, նախ է դերասանական ունակությունները, որ Թեայի մեջ կա, Թեան Աշխենի աղջիկն է, արդեն մեծ բավականին աղջիկ, իդեպ անունը ով է ընտրել։ Ինչ է նշանակում Թեա։ Ինքը հունական դիցաբանությունից մայրության աստվածահում անուն է։ Եվ Վրաստանում լսեցի, ինձ թվաց վրացականը, որը չէի ուզում։ Հետո երբ ուսումնասիրեցի, հասկացա, որ դե Վահագինը արդեն այդպիսի դիցաբանությունից վերցրած անուն էր, ուզեցի, որ աղջիկն էլ լինի այդ թեմայի մեջ, թեկու մի քիչ այնպիսին, որ ես արդեն պատկերացնում եմ, որ ուզում եմ գնալ արտերկիր։ Ուզում եմ այնպիսի անուն, որ հնչելիս դժվարություն չի։ Ինքը սիրում է։ Երևի հիմա այդ սկզբում երևի չէր հասկանում ինչու է հատուկ այդքան անունը իր, որտեվ չկա, չի կրկնվում շատ։ Հետո արդեն երևի առանձնահատուկ է դարձնում իրեն, սկսել է սիրել, տարիքի հետ ամեն ձևափոխվում է։ Վահագը անունի մասին բան էլ չի ասել, բայց կարծում եմ ասենց հնչեղ անունա, չէ՞, Վահագը։ Շատ գեղեցիկ է։ Սիրուն է, ուզում է իրեն։ Իսկ իրենց ուղղությունները արդեն ընտրել են։ Դե ընտրել են, բայց կյանքը երբեք չես իմանա ուր կտանի։ Բազային գիտելիքներ եւ բազային հիմքեր ես ուղղորդում եմ ու իրանք ինձ լսել են։ Բայց թե ինչպես արտահայտվեն այս կյանքում իրենց, ինչպես կդրսևորեն, թող Աստված որոշի։ Ինչ էլ որ լինեն, միևնույն չպետք է լինեն միջակություն։ Կարևոր պայմանը դա է մեր տանը։ Բայց այդ միջակությունը, եթե պայմանով է, ուրեմն ես համաձայն չեմ, կամ չմիջակությունը։ Դա դու կամ այդպիսին ես, կամ չէ։ Այ դու տես քո որոշումը այն ժամանակ դեռ, ինչ էլ լինես, պիտի միջակ չլինես։ Ով էր դա դրել քեզ քո մեջ։ Բացառապես ոչ մեկ։ Երևի թե ես ուղղակի ասում եմ դրա մասին կլսեն չեն լսի չգիտեմ, բայց չպետք է անես որևէ բան ոչ պրոֆեսիոնալ, որովհետև դու գուցե զբաղեցնում ես որևէ պրոֆեսիոնալ մարդու տեղ։ Եվ պետք է բացահայտես քո մեջ եղած այն հատկությունը, որը քեզ դժվարություն չի ներկայացնում դա անել։ Օրինակ եթե եփել ես սիրում, դա կարող է լինել քո գործը։ Եթե ապարել, ապա դա ես չունեմ որևէ սահմանափակում եւ կուզեի խորհուրդ տալ, որ ընտրեն այնպիսի մասնագիտություններ, որ մինչեւ կյանքիդ վերջի օրը զարգացման տեղ ունի։ Օրինակ մեյքափը այդպեսին չէ։ Մի պահի ինքը սիրում է, որ դու արդեն լինես ուսուցչի դերում, լինում է, որ չգիտեմ, մենտորի դերում, ինքը չի թողնում, որ մինչև վերջ դու աշխատես մեյքափ արտիստ, որովհետև ֆիզիկապես հնարավոր չէ, 60-70 տարեկանում դեռ անդող։ Դե եթե հաշվի առնենք, որ դու 60-70 տարեկանում իրականացնել ես այն քո ցանկությունը, որ քեզ մտերիմները գիտեն Ֆրանսիայի, չգիտեմ, որևէ մի սրճարանում կրուասան ուտելիս, ինչ տեսքով, հիմա չեմ ուզում ասել, ապա հանգիստ կարող ես։ Ես ուզում եմ լինել միշտ տեղին։ Իմ ամենակարևոր պայմանը ինձ թվում է ինձ համար դա է դրված, որ միշտ լինել տեղին։ Իսկ դու գիտես տեղին հեռանալ տվյալ տարածքից, տվյալ մարդու կյանքից, տվյալ ընկերությունից։ Սկզբում ասացի, որ դժվար եմ բաժանվում, տեղի է ունենում process։ Երբ որ մեկի հետ պետք է հարաբերություններս խզվեն, եւ ես արդեն այդ սիգնալը, այդ ազդակը արդեն զգացել եմ, որ այստեղ մի բան այն չի, երկար տևում է այդ նվազեցնելու process-ս, որ համոզվեմ, որ ես ճիշտ որոշում եմ կայացնում։ Շատ դանդաղ, տանջվելով, հետ առաջ եմ անում անընդհատ այդ հարաբերություններում, անհասկանալի եմ դառնում ժամանակ առ ժամանակ, որովհետև կարծես թե մտերիմ ենք, բայց մտերիմ չեմ, մշտապես չեմ ներկա իր կյանքում կամ ինքը իմ։ Մինչև բերում հասցնում եմ այն կետին, որ բացառապես գիտեմ, որ ճիշտ եմ անում, եւ դրանից հետո նույնիսկ կարող եմ հանգիստ սուրճ խմել իր հետ ու չզգալ իրեն։ Բացառապես չեմ տանջվել երբեք բաց թողած հարաբերության համար, բայց process-ում 24 ժամը կդարձնեմ 25, որպեսզի տառապեմ։
Քաղցած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Menu M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Menu M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Աշխեն, եղել է քեզ մոտ, որ դու նեղանաս այն աստիճանի, որ չվերցնես այդ զանգերը քո ընկերների, նեղանաս, լռես, հեռանաս եւ եղել է, որ դու վերցնես ու ասես այն ինչ որ դու մտածում ես։ Շատ նեղանում եմ հիմնականում այն դեպքերում, երբ որ ես իրոք ոչ մի բան չեմ անում ու ինձ ճիշտ ռեակցիա չեն տալիս, օրինակ նույնիսկ ամփոփորեն չեմ սխալվել, բայց ինձ ռեակցիան դուրս չեկավ, սրտից կպավ, ինձ սրտով զգացի այդ վիրավորանքը, ոչ թե ուղեղով, այդ սրտովի համար ուղակի պետքա հեռանամ, ժամանակ տամ հանգեն իմ այդ էմոցիաները, այդ ներքին այդ դողս անցնի, բայց այդ րոպեին կարողանում ես կառավարել քեզ։ Բա դեմքս որ ասում ես անհաղորդ ինչի համար է։ Հա դու կարող ես այդ դեմքի տակ արդեն մեկի վրա ինչ մի բան ես փորում։ Հիմա հաղորդումից դուրս ասենք այդ մարդը խոսում է, ես իրեն արդեն թաղել եմ։ Հա։ Ինքը չգիտի արդեն թաղել եմ, չկա այդ հարաբերությունը։ Սենց հենց հիմա այդ եմ կազմակերպում։ Չէ, նայ, եթե սրտով նեղացա, անմիջապես մեկուսանում եմ, փորձում եմ ժամանակ անցնի, որպեսզի սխալ բառերով հետո չշփվեմ, բայց թողնել, որ այդպես էլ մնա, դաթարի հարաբերությունը չի լինում, միշտ բացատրում եմ ինչու գնացի։ Ինձ թվում է դա էլ է արդար, գուցե դա մեկ ուրիշ հարաբերության ժամանակ իրեն օգնի։ Քրոջդ հետ ինչ հարաբերություն ունես։ Չենք հասկանում իրար։ Շատ եմ սիրում տարիների մեջ, ավելի քանի որ ես փոքրն եմ եղել, տարիների մեջ մեծացել եմ ու այդ ոնց որ միցակ շատ է հանգացել այդ հարաբերությունը ինձ համար, բայց մենք գեր տարբեր մարդիկ ենք էներգետիկայով, շփման ձևով, տարիքով, երկու սերունդի տարբերություն կա մոտ 16-17 տարի։ Մենք նույն կերպ չենք մտածում նույն իրավիճակի մասին, բայց ես կուզեի ունենալ իր ուրախ լինելու այդ հատկությունը, ինքը շատ ուրախ է։ Ես մի քիչ ավելի լուր եմ, չգիտեմ, երևի ուրախ է, մենակ բայց եմ։ պակաս չեն այն դժբախտությունները կամ այն ոչ ուրախ դեպքերը, որ պատահել են կամ պատահում են իր հետ, բայց ինքը ուղղակի ուրախ մարդ է։ Կան մարդիկ ուրախ եւ կան մարդիկ ոչ։ Ես չեմ ասի, որ ես ուրախ չեմ, բայց ինձ մի տեսակ անընդհատ լուր եմ, զսպված եմ, ինքը չէ։ Հա, ու փորձում ես իրեն էլ զսպել։ Երբ որ փորձում եմ զսպել, ինքը այդ զսպողակից դուրս է թռնում եւ չի ենթարկվում եւ դա շատ լավ է։ Ես հետո ուրախանում եմ, այդ րոպեին ինձ հարմար չի։ Հետո ուրախանում եմ իր այդ վարքի համար, որ այդ րոպեին օրինակի համար անցավ բոլորի կարծիքի վրա եւ վարեց իր ուզածը, որ ոչ մեկին էլ հաշվի չառավ։ Մի դեպք պատմեմ, ինձ պատմել է տեսա իրեն, ասում է Աշխենը աշակերտներ ուներ, բացատրում էր, որ սա այս վրցինով պիտի արվի, սա այս վրցինով, ամեն ինչի համար նախատեսված վրցին կա, ու դրանք այսպես շարված էին, ասում է, եկա, ասեցի սուտ ասում երեխեք խափում է։ Ես մի վրցինով նենց մեյքափ եմ անում։ Իրանից է լավ։ Հա, իրանից է լավ։ Այո, շատ։ Ինքը իրեն շատ են սիրում։ Շատ, ինքը որ գալիս է սրա, ես իրեն մենակ այնտեղ եմ տեսել, հա, բոլորը ու բոլորը ասում են կպատմես պատմություններ, ինչ որ ձեր հարաբերությունները։ Ինքը արկածը ստեղծում է։ Արկածները իր կյանքում անպակաս են։ Ես օրինակ խուսափում եմ ցանկացած դիսկոմֆորտ իրավիճակից։ Գուցե երբ որ հիմա նայում եմ ճիշտ ինքն է անում։ Բայց եթե ես էլ չէի լինի աշխարհը, եթե այսքան չմտածեի ամեն քայլից առաջ։ Դա գալիս է քո մանկությունից, երբ որ քեզ բոլորը ասել են դու սուս, հիմա քո ժամանակը չի, որովհետև խնդիրներ ունենք շատ։ Չեն ասել դու սուս, ընդհակառակը ես շատ հեղինակավոր կարծիքս արտահայտում եմ այնքան, որ դուրը փակում են երեսից, նույնիսկ ասում են դեմագոգ ես։ Միշտ ունեցել եմ կարծիք։ Հա, կարծիքը ունենալը ուրիշ բան է, բայց թույլ տալ, որ մենք բոլորս մտածում ենք այդ դուրս հանելը ու ընկալվելն է կարևոր։ Չի, ուղղակի ինձ թվում է, որ ես շատ ուշ էի ծնվել։ Ուղղակի ես իսկ իրոք երեխա էի տան մեջ, որին նախկին սերունդը երեխայի կարծիքը վերջին этаպում էր հաշվի առնում կամ ոչ, չէ՞։ Մենք հիմա երեխաներին շատ ենք տեղ տալիս, ինչ ասած, ինչ մտածեց, ինչ զգաց։ Այդ ժամանակ ես ուղղակի սովորական, հերթական երեխա էի, ով մի քիչ շատախոս էր, ասում էին դու սուս։ Բայց ես երբեք չեմ թողել, որ որևէ հարցում կարծիքս բարձր չասեմ ու չպնդեմ, միջև վերջ պնդում եմ ընդհակառակը։
Ես ուղղակի ասեմ ինչ հատկություն եմ ունեցել։ Լուր նայում եմ բոլորի հարաբերություններին, օրինակ, հիմա նայում եմ քեզ, քո ընկերու հարաբերություններին, բոլորին նայում եմ։ Ուշադիր լուր եւ ուղղակի ասենց շարակցական հոսանքի նման կպցնում եմ դեպքերի իրար, հասկանում եմ քո վարքը բերեց այն համապատասխան արդյունքին ինչ ես կուզեի ունենալ։ Եթե այո, ապա դու իմ համար կլինես հետաքրքիր, եթե ոչ, այդ բաց եմ թողնում։ Այսինքն ուշադիր հետևում եմ ցանկացած իմ կողքի եղած մարդու կյանքի ուղուն։ Բայց միևնույն ժամանակ մտածելով, որ քույրդ ավելի ճիշտ է ապրում։ Ինքը դրոպեն է զգում։ Ես ասես մի պատկեր հերվում, որին պետք է ձգտել, այսինքն ես ունեմ գոլ, որին գնում եմ։ Իսկ ինքը ապրում է ու այդպիսի մարդիկ շատ կան։ Այս րոպեն ինչքանով որ հետաքրքիր է դրա մեջ, այդ ամպուլայի մեջ մաքսիմալ շատ վերցնում է այդ իրավիճակից եւ ինձ նման մարդկանց իրենք պետք են որ շեղեն այդ ծանրությունից։ Ես այս ծանրություն վերցնող, մտածող, ամեն ինչը բարթացնող բնավորություն ունեմ, գուցե տենց չէ, բայց տենց եմ։ Չեմ կարող լինել իր նման, բայց ես կարծում եմ շատ հարցերում ինքը արագ է, շատ արագ կողմնորոշվող։ Ես էլ եմ արագ, բայց ուրիշ ճկունություն ունեմ։ Իր արագությունը չկա մի բան, որ ասես ու վարկանական արդեն դա գործ եղած չլինի։ Իսկ ես մի հատ կմտածեմ, ինչ կտա դա մեզ, ինչ կլինի։ Ես ուզում եմ միջև ես 1 2 3 4 ինքը 1 2 արած է։ Աշխեն 3 բան, որ ետ ես նայում այս ամբողջ ընթացքում ու մտածում ես, որ պիտի չանեի։ Չգիտեմ, պիտի անեի սա։ Եվ հետեւաբար հարցը սեր լինելու 3 բան, որ արել ես ու լավ ես արել ու մտածում ես, որ լավ էլ արել ես։ Արել եմ։ Եղել են բազմաթիվ սկիզբ դրվող օրեր։ Լավ եմ արել մի քանի անգամ ենթարկվելով բախտի կմահաճույքին, տարել է այնտեղ, որտեղ հնարավոր է եղել ու հայտնվել եմ այդ իրավիճակում, հաջորդ վարկանից դարձրել եմ այն իմը ու սկսել եմ տեղավորվել այդ կյանքի մեջ եւ բերել է հաջողություն։ Երբ ասում ես իմ կյանքը հետաքրքիր է, դա քեզ համար է հետաքրքիր նայել, թե ուրիշների համար է հետաքրքիր ու արդյոք դու անում ես այնպես, որ ուրիշները նայեն քեզ ու այսպես թերթեն սերիալի նման էպիզոդները։ Չեմ կարծում, որ ես անում եմ այնպես, որ թերթեն։ Նախ դու այդքան բաց չես։ Այդքան բաց չեմ, չէ։ Ես ընդհանրապես այն կարծիքին եմ, որ ամեն ինչ չի, որ պետք է։ Նայ, մի տեսակ սխալ է ինտերնետի այդ վարվելաձևը, որ դու որոշում ես ինչը բաց թողնել, ինչը չէ։ Արդեն այդտեղ կեղծավորություն մի քիչ կա։ Որովհետև դու ես որոշում, որևէ կյանքի ձև որոշում եւ դա ներկայացնում հանրությանը։ Դրա հետ արդեն համաձայն չեմ։ Ես մարդ գիտեմ, ով ամեն օր գցում է ստորի բաժնում տեղեր, ռեստորաններ, իբրև թե ինքը ամեն օր գնացել է այդ ռեստորանը, որպեսզի մարդիկ իմանան, որ վայ, տեսար է, երեք ստեղ գնաց, վաղանդեղ գնաց, ամեն օր մարդը շարժի մեջ է։ Մարդիկ ինքնահաստատվում են, որևէ կերպ ուզում են իրենց անձը կարևորել, որևէ կերպ, ընդհանրապես մարդկության խնդիրն ինչն է։ Բայց տեղ գնահատված լինել, դե ուրեմն ինքը այդ մակարդակում ունի խնդիր։ Ես ավելի շատ գիտես, ինչն եմ ուզում ցույց տալ, որ ես որ տարածքում ու որ իրավիճակում եմ լինեմ, միևնույն է, ես մնալու եմ իմ խառնվածքի մեջ, համապատասխան սпасելի եմ լինելու ձեզ համար։ Դու կարող ես իմ տեղը նույնիսկ որոշել ես ինչ կանեի այդ դեպքում։ Երբեմն նույնիսկ դա պարտադրում են ինձ մարդիկ, որ սպասում են ինձ այսպիսի վարք, այնպիսի վարք, չէ, որևէ հարցի շուրջ, բայց ես դրանից ընդհանրապես չեմ նեղվում։ Եվ իմ կյանքը հետաքրքիր է ինչով։ Ու քեզ համար է հետաքրքիր։ Ինձ թվում է ինձ համար է հետաքրքիր, որտեվ ես հնարավորություն ունեմ աշխատելու ընթացքում չտանջվելու, ես չեմ տանջվում դիմահարդարման ժամանակ։ Օրինակ չեմ հոգնում, ես կարող եմ ֆիզիկապես մեջքս կամ ոտքս մի պահ հոգնի, չէ, բայց արդյունքը հենց տեսնում եմ, լրիվ զրոյացնում եմ բոլոր ֆիզիկական ցավերը, որոնք ունենում եմ։ Եվ այդ չհոգնելով, վաստակել լավ, լինել բազմաթիվ մարդկանց ներշնչանք, առաջ տանել մի քանի հայի ճակատագիր քեզ հետ բռնած ձեռք-ձեռքի, ինձ թվում է ավելի մեծ առաքելություններ, չէ, տենց ես չեմ դրել ինձ վրա, որ ես պետք է անեմ։ Աստված ինչ որ կամենա, ես դա կանեմ։ Հիմա կամեցլա, որ ես այս տիպի կերպար լինեմ, ապա հիմա այսպեսին եմ։ Եվ այդքանով իմ կյանքը հետաքրքիր է ինձ թվում։ Ինձ ամեն օր 50-60 մարդու հետ ես առանձին
փոքրիկ երկխոսություններ եմ ունենում շատ նեղ անձնական հարցերի շուրջ, որոնք ընդհանրապես գործի մեջ չի քննարկվում, բայց ես նաև հասկանում եմ, որովհետև ես չունենամ այդ խոսակցությունները իրենց հետ, այս դեպքում մեր արտիստների մասին է խոսքը։ Ինձ ոչ երջանիկ արտիստներ պետք չեն, որովհետև իրենք իրենց դժբախտությունը կբերեն իմ դաշտ։ Ես անպայման Բայց դու խոսելով իրենց դժբախտությունը ես մասնակից եմ լինում իրենց կյանքին, փորձում եմ մաքսիմալ լսել իրենց, տեսնել գուցե մի իրավիճակա, որ սթափեցնող է պետք, օրինակի համար, չէ՞, մեկ-մեկ էմոցիաներին տրվում ես, չես հասկանում, ինչքան սխալ որոշում կայացրիր։ Մի sense բան, սառը ջրի նման կամ չգիտեմ, ազդակ, որ քեզ կսթափեցնի ու դու այլ տեսանկյունից նույն քո հարցին կնայես։ Ես սիրում եմ շատ եմ սիրում աշխատակիցներ, ովքեր շատ են հանգստանում, հասցնում են երկու ջրի կաթիլի արանքում իրենց կյանքը վայելել, այտենց անձրևի կաթիլների արանքում իրենք ապրեցին։ Այդպիսիներին շատ ավելի շատ եմ սիրում, դեպրեսիվներին չեմ սիրում, չգիտեմ, կփորձեմ բոլորի հետ կապ ունեմ, բոլորի հետ։ Անընդհատ մինուս պլյուս եմ անում, թե ով ում հետ հնարավորինս ջերմացնեմ, շփում եմ, որ մեկ-մեկին վարակի լավ բաներով, ասենց ոնց որ puzzle-ի պես փորձեմ հավաքել։ Դե հիմա ինչքանով է ստացվում, ինչքանով չէ, այս պահի դրությամբ 15 տարի է ունենք այս սրահները, ստաֆի 80%-ը նույնն է։ Այն 20%-ը Հայաստանից մի քանիսը եկել են Միացյալ Նահանգներ։ Հա, եկել են, այդտեղ էլ շատ գիտես, շատ դժվար հետապ ապրեցի ես այդ ընթացքում, երբ ստաֆի մի մասը եկավ Ամերիկա, որովհետև ես արդեն որպես որակի կշիռ այնտեղ դուրս եկա այդ րոպեին, պետք էր փոխարինող անպայման մարդ, ով որ նույն տեմպով ու նույն ձևով կվերաբերվի մեր գործին։ Չանցած որոշ ժամանակ արդեն 3-4 աշխատակիցներ եկան Ամերիկա։ Ես այստեղ դեռ ինքնահաստատված չէի, այնտեղ էլ հաստատված լինելով պակաս ունեի այդ մասնագետների, ստացվեց, որ իրենք անժամանակ են ինձ համար ինչ որ միտեղ գալիս այստեղ, բայց այդ լրջացրեց, այսինքն որովհետև այստեղ ստացվեց մի 4 հոգով հայտնվել ենք անվստահ իրավիճակում եւ միանգամից իրար հետ այդ ամեն ինչը արեցինք։ Եվ չեմ տարանջատում երկրները, որովհետև ես միշտ ամենտեղ գտնում եմ իմ մարդուն։ Իմ երամի թրջունը գտնում եմ ես։ Փորձեր ունեմ շատ մարդկանց հետ, ովքեր այդպես էլ օրինակ իմ հետ չեն աշխատում եւ ես շատ ուրախ եմ։ Ոչ թե իմ համար, նաեւ իրենց համար, որովհետեւ իմ ներկայությամբ իրենք իրենց թերի էին զգում աշխատանքի մեջ, իսկ իրենք անարժեք մարդիկ չէին, որպեսզի այլ տեղում լինեն ավելի գեղեցիկ։ Մի տեսակ absent ճիշտ չէր։ Իսկ Beauty Fabric-ը սկզբից ձեռագիր է ընտրել լինել օդում ջրում ցամաքում հասանելի եւ բոլորի հետ աշխատել, մաքսիմալ չմերժել, այդ սահմաններում բոլորը չէին կարողանում տեղավորվել։ Ես սովորեցի մարդկանցից միայն աշխատանքի մեջ բաժանվել, իսկ նախկինում, եթե բաժանվում էի գործով, կյանքով, ամեն ինչով։ Կտրում էի։ Հիմա հասկանում եմ, որ իմ ընտրած ճանապարհը գուցե իրենց համար բարդ է։ Ինձ մի աղջիկ ունեմ, շատ եմ սիրում։ Մի անգամ ասաց Աշխեն, ես քեզ շատ եմ սիրում, քո կյանքը շատ եմ հարգում, քո ճանապարհը ուղին ինձ համար հրաշալի է, բայց ես այդ կյանքից չեմ ուզում։ Դա ինձ համար ավելորդ բարդություն է եւ ես ինձ լրջացա, բայց ինչու պետքա լինի բոլորը իմ կյանքի նման, իմ ուղու նման, իմ արասներով եւ ու հարգեցիր, չէ՞, իհարկե։ Ես ուղղակի իրեն ասացի, որ դու գիտես, պետքա լրացնես քո չարածը մեկ այլ արածով։ Beauty-ի տարածքում։ Եվ շանս ստեղծվեց շատ ավելի լավ արտիստներ ունենալու, քան կունենայի, եթե ես պարտադրեի։ Հիմա սովորել եմ նույնիսկ չաշխատելով մնալ լավ հարաբերությունների մեջ։ Դա մի քիչ դժվար տրվող բան է հայ ազգի դեպքում, որտեղ մենք մի քիչ շատ ամբիցիոզ ենք, նեղանում ենք ամբողջ կյանքից, ոչ թե գործից, եւ ես եւ բոլորը, բայց ես մի քիչ սովորել եմ եւ դրա համար շատ ուրախ եմ։ Վերջին նախորդ տարում նմանատիպ փորձ ունեմ։ Շատ սիրուն հրաժարվել որոշակի մասնագետների աշխատանքից, որպեսզի նրանք իրենց վստահ զգան, ես ինձ չխաբված։ Ամերիկայում ապրելը քեզ ինչ տվեց։ Սկզբում ուրիշ էր կարծիքս, ինձ թվում էր, որ դու ոտքես դնում Ամերիկա, պետքա բացվի քեզ Հոլիվուդի բոլոր դռները։ Հետո հասկացա, որ մենք ունենք մեր փոքրիկ Հոլիվուդը հայերով։ Եվ եթե դու աշխատող մարդ ես ու եթե դու սիրում ես, տեսլական ունես, միևնույն է դռներ կբացվի ու կբացվի նենց ոնց դու չէիր սպասում նույնիսկ։ Բոլորին չէ, տրված տենց լինել, օրինակ, չգիտեմ, որ ամենամեծ
աստղի դիմահարդարը կամ վարսահարդարը այս դեպքում մեր մասնագիտության մեջ։ Եվ երբեմն լինում է իրավիճակ, որ դու հասկանում ես, որ կյանքը փոխվել է եւ դու կարող ես ինքդ լինել այդ մարդը, ում շատերը կհետևեն։ Այսինքն դու լինես քո աստղը։ Ես իմ աստղը չէ, ես ուրիշ նոր սերնդի համար ոգի շնչող, ոնց որ ինձ ոգի շնչում է բեմի աստղը, դե աստղերը մի քիչ աստղ բառը մի քիչ հարաբերական է դարձել, բայց պատկերացնենք ունեմ շատ լավ ֆուտբոլիստ, որին սիրում եմ, չէ, կամ լավ դերասանուհի կամ մարդ, ով իր մասնագիտության մեջ պրոֆեսիոնալ է, եւ դու ինչու ես հետևում ես հասկանալու համար, որ պատրաստի ճանապարհ է, որից կարող ես օգտվել իր վարքից, իր ձևից, մարքեթինգից, չգիտեմ, կյանքի անակնկալներից։ Եվ ես հասկացա, որ իսկ գուցե ինձ տրված չի լինել նման, այլ հնարավոր է, որ պետք է ապրեմ այնպես, որ սերունդներին ներշնչեմ։ Եվ ես իմ ճանապարհը այսպեսին եմ ընտրել, մեյքափը իրականում այդքան բարդ մասնագիտություն չի, որ մենք ասեն շատ խոճող բառերով իր մասին խոսենք, չէ՞։ Բայց ինքը երջանկություն է վաճառում անընդհատ, դիմացինին երջանկություն է վաճառում։ Եվ դա անգին մի զգացողություն է։ Եւ կարծում եմ, ուզում եմ, որ երբ որ ես չեմ աշխատի, իմ աշխատելավոճը ոնց որ լինի պարզ գիրք շատ շատերի սկսելու համար, որ եթե կարդան այդ գիրքը, գուցե շատ բաներ հեշտացնեն իրենց համար, հետք թողնելու մասն է խոսքը։ Ընդհանրապես մարդը ծնվում է եւ ուզում է հետք թողնի։ Դա քո կարծիքն է, դու համաձայն ես ընդունում եմ, բայց գուցե ինձ համար մի քիչ վիճելի է, հիմա ուզում եմ։ Դե վիճի, ավելի լավ չի վիճես։ Անցնենք առաջ։ Ինչպիսի ռեստորաններ ես սիրում գնալ։ Եվ այդ մուտքը քեզ համար, որ մտար, ընտանիքով ես, ինչ պետք է լինի, որ քեզ գրավի, որ դու ասես, ես ինչ լավ տեղ է, ես ինչ լավ ռեստորան է։ Ես որ մուտքը մտնում եմ ռեստորանի, պետք է զգամ իր սեփականատիրոջ վերաբերմունքը իր աշխատանքին։ Սեփականատերը դա սպասարկող անձնակազմ է։ Չէ, ով որ այդ միտքը ունի։ Ես ընդհանրապես սիրում եմ պատմություն ունեցող ռեստորաններ, ինչ որ մեկի կյանքի պատմություն ունեցող, ոնց որ իր տանը գտնվեմ եւ ցանկանամ այդ տուն վերադառնալ։ Ինչու ասացի սպասարկող անձնակազմը, որովհետև այդ ով որ ստեղծել է, այդ ամեն ինչը գցում է սպասարկող անձնակազմի վրա, եթե լավն է անձնակազմը, ու դու ոնց որ իրենց միջոցով տեսնում ես, թե ով է այնտեղ գլխավերևում նստած։ Կա այդպիսի բան ըստ քեզ։ Սպասարկող անձնակազմը երբեմն կարող է խեղել կարծիքը տնօրենի մասին։ Լավ առումով եւ վատ։ Շատ հաճախ վատ առումով, օրինակ իմ հետ էլ շատ պատահում է։ Օրինակ, սովորական նախադասություն ասում են, որտեղ ես դիմահարդարվել, ասում Աշխենի մոտ, ես ընդհանրապես չեմ ճանաչում։ Այդ մարդուն չեմ տեսել, չեմ սպասարկել։ Ուղղակի եղել է սրահում։ Այդ նույն Սեմոյի մոտ ծուկուտելուն է, Արտաշի մոտ, կամ Արտաշի մոտ։ Ես միշտ ծիծաղում եմ այդ փաստի վրա, սկզբում շատ նեղվում եմ, որովհետեւ ես չեմ սպասարկել, ինձ մի նույնականացրեք, բայց հետո հասկանում ես, որ ոնց չնույնականացնել, եթե դու ես տարածել ես քո տեսակը ամբողջ սրահների վրա, երբեմն խեղում են աշխատակիցները, դե դա էլ աշխատանք է, նկատում ենք, ուղղում ենք, անընդհատ վերանորոգման մեջ ենք, եւ լիարժեք չի աշխատակիցների միջոցով կարծիք կազմել սեփականատիրոջ մասին, բայց սեփականատերը պետք է առանց երևալու երևա իր տարածքում։ Էդ է ասում։ Ես օրինակ կուզենամ, եթե մի տարածք ունենամ, այդ իմ ասած կտորներն են, որոնք քո դեմքն են կառուցում։ Այո։ Որ իրենք ներկայացնեն ինձ, որտեվ ես անդադ այնտեղ չեմ լինելու, բայց որ մտնեն ասել, այս մերի մոտ է, այս մերին է։ Այո։ Եվ սպասելիք ունենան, թե ինչպես կվարվեր մերին։ Անպայման հստակ կարծիք։ Ես դրա համար աշխատում եմ շատ։ Սիրում եմ, որ բյութի ֆաբրիկը շատ անձնազոհ է աշխատում, սիրում եմ, որ հոգ են տանում։ Գիտես, մի հատ հոգատարության ձև կա, որը մեր սրահների սպասարկման պարտականություններից դուրս է, բայց մենք դա անում ենք շատ մեծ սիրով։ Ընկերոջ նման ենք դա անում ենք, չգիտեմ, զուտ հայի նման, անպայման փորձում ենք դա տալ։ Ես ինքս անում եմ եւ փորձում եմ վարակիչ դարձնել այդ հատկությունը։ Օրինակ այսօր գալիս էի մի 3 հաճախորդի դեպքում գումարած որ դու մի կարծիք ասեցիր, ես հասկացա, որ առանց ինձ գործում է որոշակի տեքստեր, որոնք ես հաճախ անում եմ, ու դա երբ իրանք մարսեցնում են իրենց մեջով, անցկացնում են, մարսում են, անցկացնում են իրենց միջով եւ որպես սեփական կարծիք արտահայտվում են մեր արտիստները եւ դա հրաշալի է, այսինքն աշխատել է մեխանիզմը, պատտվեց անիվը։ Ինձ թվում է դա ամենալավ բանն է, սայլը տեղից շարժվեց, այո։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։
Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագ աճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Տարիներ առաջ, շատ տարիներ առաջ ես Շանթ հեռուստաընկերությունում վարում էի Առավոտը Շանթում ծրագիրը, իդեպ մենք էինք հենց առաջին հաղորդավարները ու հաղորդումներից մեկի ժամանակ անդադ հեռախոսը դրած էր կողքս ու մայրս հնարավորություն ուներ ինձ ուղիղ եթերում տեսնել ու ասել մազերդ լավ է, մեյքափդ լավ չի, շորդ ուղիղ։ Այսպիսի կապի մեջ ենք։ Մտածնես իմ մայրը տեսնում են շորերը։ Դե մենք ուղիղ եթերում չենք, ինքը տեղում չի կարող ասել, ես կարող եմ քեզ ասել, որ շատ լավ է ամեն բան։ Ու մի օր երբ մեր ռեժիսորը Կարան հիշում եմ հարցրեց Մերի ինչ ա եղել ականջիս մեջ, ինչի ես այդ դեմքով նստած, լավ էլի, ինչի ես սրտնեղած, փոխի քեզ, ես էլի սենց նստած եմ կադրում այդ քո անհաղորդ դեմքով, մեկ էլ Կարան իջավ վերևից մեծ տաղավարը Շանթի, ասաց ինչ ա եղել Մերի, դու հասկանում ես որ դու կադրում ես ու այդ քո դեմքով չենք ուզում որ դու գնաս եթեր, ասեցի մամաս ասելա որ մազերս ու մեյքափս լավ չի։ Ու այն որ իրանք դե լավ էլի չտեսնենք էլ այդ հեռախոսը անջատեք ոչ մեկի կարծիքը ես ասում եմ լավ է ես քեզ ասում եմ լավ է հիմա իմ գնահատականը իմ մայրը ով առաջին իմ քննադատն ու ինձ ամենաշատը սիրող մարդն է ինձ միշտ ամեն այստեղ գալիս ես զանգում եմ իրեն ասում է գեղեցկուհիս շատ սիրուն ես այսօր ուրիշ ձև են արել այսօր ավելի սիրուն ես երեք չգիտեմ դա է իմ գնահատականը դա է իմ շնորհակալությունը ձեզ Այ Մերի ջան մենք գիտես ես քեզ բազմիցս ասել եմ դու շատ լավ գործընկեր ես եւ ես ընդհանրապես մի րոպե անգամ չեմ մտածում ճիշտ են կարել սխալ են կարել ես կարծում եմ մենք դեռ կշարունակենք կզարգացնենք այս հարաբերությունները եւ ես քեզ ցանկանում եմ բազմաթիվ տարբեր պրոյեկտներ, ասեմ, թե չգիտեմ, ինչ ես դու քեզ համար երազում, որտեղ մենք կարող ենք լինել քո կողքին, ապա մենք լինենք քո կողքին, որովհետև ինձ շատ դուր է գալիս։ Քեզ հետ աշխատելը շատ հեշտ է, ոնց հետաքրքիր է գնում ամեն ինչ։ Չի ծանրանում։ Դու այն միակ մարդկանցից ես, ով ինձ տարբեր առիթներով տեսնում էր դիմահարդարվելիս քեզ մոտ, որտեղ ես առանձին գործից դուրս եմ նախընտրում ձեզ մոտ լինել, սպասարկվել։ Դու անընդհատ ինձ ասում էիր, ինչի չես անում ինչ որ բան, մի բան պիտի անես։ Մերի ջան, կան հատկություններ դիմացինի մեջ, որ պետք է միշտ վառվի անընդհատ։ Օրինակ Եթե ես մտածում եմ, որ դու պետք է աշխատես, օրինակ դու չէի լինի մեր ձայնը մետրոյի, չէ՞։ Ուրեմն բավականին լուրջ մարդիկ հարմար են գտել քո ձայնը շատ մարդկանց ականջին հաճելի, ճիշտ է։ Եվ ես չեմ ուզում թերագնահատել նրանց, չգիտեմ, կարծիքը եւ մտածել, որ դե հիմա կարաս Մերի ջան քո կյանքով ապրես, չէ։ Եթե դու չաշխատես, քո տեղը միևնույնն է մեկը կաշխատի եւ գուցե շատ անորակը։ Եթե դու լավ կոնտենտ ունես, ապա պետք է աշխատես ու սկսել, կարող ես սկսես մի քանի բան եւ ես այդ սկսելուց չեմ մտածում, որ տվյալ սկսված բանը պետք է ավարտին հասցնել անպայման քո դեպքում, օրինակ, որ մտածում օրինակ մի բան սկսեց, անպայման ավարտի, ոչ։ Պետք է փորձես, որտեղ կա, երբեք դու չգիտես հաջողությունը որտեղից կգա։ Դու այս հաղորդման մասին կարծում եմ այն ժամանակ չգիտեիր, կարծում չգիտեիր։ Բայց պետք է չէ սկսես, որ կարծիք ցանկություն, նոր պատկերացումներ սկսվի քո շուրջ եւ առաջանա օրինակ այսպիսի մի հաղորդաշար։ Կարևորը սկսելն է, ընթացքը էլ մենք չենք կառավարում։ Շատ բան մեր ձեռքում չէ։ Եվ ես շատ ուրախ եմ, որ դու համենայն դեպս քո խոսքով, քո գրագետ խոսքով նորից պահպանում ես մեր հայոց լեզուն։ Այն նաև ես շատ հաճախ սրահային լեքսիկոնը չի պահանջում շատ գրագետ բառեր, որովհետև ես հերիք չի անհաղորդ եմ դեմքով ասած քեզ։ Մեկ էլ եթե ես շատ գրագետ եմ խոսում, իսկ ինչ է շատ ափսոսում եմ, որ ես ժամանակ առ ժամանակ այդպես չեմ խոսում։ Ինձ ավելի է հեռացնում հաճախորդներից, շփումներից, մի ցած ոնց որ անջերպետ առաջացնի, ես ստիպված եմ ընկնում եմ այդ նույն հոսքի տակ ու լիքը բառեր, օրինակ լիքը բառեր, շատ բառեր դառնում են ինձ համար սովորական, բայց երբ որ ես լսում եմ հայերեն ճիշտ խոսք, ոնց որ երաժշտություն լինի ականջիս։
Մեղրի պես է, չէ։ Այո։ Եվ թող գնահատի այն մարդը, ով գնահատում է։ Քեզ համար թող մեկ լինի, դու արա քո գործը, դա կլինի հիմա այս պահի դրությամբ ռեստորանների թեմայով է այս հաղորդաշարը։ Թող հաջորդ անգամ կլինի, չգիտեմ, մեծ դերերի, մյուս անգամ կլինի, չգիտեմ, մրցանակաբաշխությունների մեծ ու մեծ միջոցառումներ։ Միտեղ պետք է վարժել խոսքը, պահել խոսքը։ Կարևորը որ դու սկսեցիր։ Մենք ծրագիրը սկսեցինք իրար գովալով եւ կավարտենք իրար գովալով ու թող այդպես էլ լինի, որովհետեւ ես սիրում եմ մարդկանց, ում կարող եմ գովալ, լսել հաջողություններ իմ մասին կարևոր մարդուց։ Քո գույները, քո գունապնակը շատ խիտ է, բայց շատ ճաշակով, անընդհատ փոփոխվող, այսպես վրան ջուր ենք ավելացնում, մի քիչ բացում ենք, հետո ինքը խտանում է, ժամանակ առ ժամանակ, դե մարդու կյանքը այդպիսին է, եւ այդ առանց դրա էլ հետաքրքիր չէ։ Ես ուզում եմ, որ քո կյանքում, քո կողքին շատ մարդիկ լինեն, ում հետ որ դու կարող ես հանգստանալ, ում հետ որ դու կարող ես ճանապարհ գնալ, ում հետ որ դու կարող ես գործ դնել։ Այ Մերի ջան։ Եվ ուզում եմ, որպեսզի այն փոքր անկյունում քո մարմնի միտեղ պահած երազանքները քո երեխաների, քո ընտանիքի վերաբերյալ անպայման Աստծո կամոք ի կատարածվի։ Այ շնորհակալ եմ Մերի ջան, շատ շնորհակալ եմ։ Ինձ հյուրընկալելու համար եմ շնորհակալ, նկատելու համար, լավ բառերի համար։ Եվ իհարկե վերջում ուզում եմ, որպեսզի դու պատմես այդ անեկդոտը, թե ինչու դու օրերից մի օր իմ հրավերով հայտնվեցիր Menu AM-ի տաղավարում։ Եվ մենք ինչի հետ ենք կապում դա։ Ես ոչ մի ձև իմ կապը Menu AM-ի տաղավարում գտնվելու հետ չէի գտնում։ Բայց այնքան շատ ենք մենք զրուցում, որ դու գալիս ես ու անդադ այդ ոնց որ կիսատ էր մնում խոսակցությունը, չէ։ Բայց ես միշտ ասում եմ դու ոչիլի անեկդոտն ես անում, Մերի ջան, դու էլ ասում ես որ հիմա պետքա պատմեմ այդ անեկդոտը։ Իմ կապը Menu AM-ի հետ հաղորդաշարի հետ։ Ուրեմն ասում եմ, մի երեխա պետք է քննություն տա կենդանիների ու միջատների մասին, բայց ինքը հասցրել է սովորել միայն ոչիլի մասին։ Հիմա գնում է կանգնում է եւ ուսուցչուհին հարցեր է տալիս տարբեր կենդանիներից, ինքը ոչ մի բան չգիտի, բոլորը փորձում է կապել ոչիլի հետ։ Օրինակ ասում է պատմիր փղերից, ասում է դե փիղը ցամաքի վրա ապրող ամենածանր կենդանին է, ամենամեծը, բայց նա ունի փոքրիկ մազածածկույթ, մեջը կա լինում է ոչիլ եւ այդ ոչիլը այսպես ու սկսում է պատմել ոչիլի առանձնահատկությունները։ Փոխում է ուսուցչուհին արդեն հասկանում է, որ իրեն խափում է։ Պատմիր այս կենդանու, այն կենդանու, ինչքան շեղումա չի ստացվում, ասում եմ գտնեմ մի կենդանի, որ ոչինչ չի կարող ունենալ եւ ասում եմ պատմիր ինձ ձկների մասին։ Ու այս երեխան նորից սկսում է ձուկը դա ջրում ապրող կենդանի է, ունի թեփուկներ, չունի մազեր, բայց դե ապրել ցամաքում ունենար մազեր, կունենար ոչիլ եւ սկսում է նորից ոչիլի պատմությունը։ Հիմա ես այդ նույն ճանապարհով կապվեցի Menu AM հաղորդաշարի հետ։ Եվ շատ էլ լավ արեցիր։ Ես շատ ուրախ եմ։ Մենք բոլորս մի նավի մեջ ենք իրականում։ Ես այդքանով կապ ունեմ, իմ աշխատանքը հենց ռեստորանների հետ կապ ունի։ Եվ եթե հանկարծ խորտակվերից լինես, իմացիր, որ ես քո ձեռքը անպայման կբռնեմ։ Վայ, ես անսպասելի բան ասեցի Մերի ջան, ես հույս ունեմ, որ ես նույնպիսի ընկեր եմ։ Շնորհակալություն։ Այսպիսին էր այսօրվա Menu AM-ը փոքրինչ շատ ժամանակի առումով եւ այս խոսակցությունից, որը սկսել էի շնորհակալությամբ, ուզում եմ ավարտել եւս շնորհակալությամբ եւ մաղթել, որպեսզի դուք ձեր կյանքում ունենաք այնպիսի ընկերներ, որոնցից ինչ որ բան, ինչ որ մի ժամանակ կարողանաք վերցնել։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։